Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերգինս ես, Սուրբ եղիցի անուն քո, եկեսե արքայություն քո, եղիցին գամ քո, որպես հերգինս եւ հերգրի, զհաց մեր հանաբազորդ դուր մեզ այսօր, եւ թող մեզ զբարդիս մեր, որպես եւ մեկ թողումք մերոց բարդաբանած, եւ մի դանիրս մեզի փորձություն, այլ փրկյաս մեզի չարեն, զիքոյը արքայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանս Հավիդենից ամեն։ Իմաստություն հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն, ըսպարիս խորհել եւ խոսել եւ կործել, առաջի քո համենայն ժամ, իչար խորհրդոց, իփանից եւ իգործոց, փրկյազիս, եւ ողորմյա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս ամեն։ Գահավադանք ամենասուրբ երրորդության, հորը որդիին եւ Սուրբ Հոգիին, գահավադանք Գաբրիելի ծերամբ ավետումին, Քրիստոսի ծնունդին, մգրդության, չարչարանքներուն, խաչելության, երեկորյա թաղումին, հարության, Աստվածաբես համբարնալուն եւ հոր աչագոմը նստելուն եւ ահեղ ու փառավոր երկրորդ քալուստին գնդունինք եւ գահավադանք ամեն։ Հրամեցեք։ Եվ որ այսօր տեսնենք երգիրը, քաղաքը, որ ամեն տեսակ բղծություններով լեցուն է։ Այդ քաղաքը ինչ կգոչենք խորհրդանշական Սոդոմ Գոմոր։ Ինչու սիրելներ, որովհետև Աստված անցյալին գարկմը քաղաքներ այսպես մեր բոլոր մարդկային կյանքի պատմության համար որպես օրինակներ տվավ, որպեսզի մենք տեսնենք, օրինակ առնենք եւ զգուշանանք։ Բայց երբ որ մարդիկ դեր կշարունակեն նույն մեղքերը գործել, հետևաբար նույն անունով զանոնք կգոչենք։ Նույն ձևով առաջին քաղաքը Չրհեղեղեն ետք, որ ուզեց Աստուծո թեմ ելնել եւ այնպես սնել, որ այլևս Աստված չկարողանա զիրենք վերացնել, որ քաղաք եղավ։ Բաբելոնը, այո, Բաբելոնը։ Ձեր երգիրը, այո։ Բաբելոնը եւ հիշեցեք սիրելներ, Սողոմոն իմաստուն եւ որ դաջարը սարքեց, ատկե մոտավորապես 400 տարիներ ետք, որ երգիրներ, որ եկավ Երուսաղեմ եւ գրավեց Երուսաղեմը, գործանեց Սողոմոնի դաջարը եւ ժողովուրդը քերեվարեց Ասորեստան, որ քաղաքներ Նորեն Բաբելոնը։ Հետևաբար սիրելիներ, նույն ահավասիկ երկու անգամ պատմության մեջ Բաբելոնը դարձավ այն առաջին քաղաքը, որ Աստուծո ընդդիմացավ, Աստուծո հագարագեցավ եւ ոչ միայն Աստուծո երկրորդ անգամ, այլ նաեւ Աստուծո հետևող ժողովրդին։ Շատ բարի։ Անոր համար Աստվածաշունչին մեջ Բաբելոնը գխորհրդանշե բոլոր ժամանակներու Աստուծո ընդդիմացող եւ Աստուծո ժողովրդին թեմ եղող երկիրը, քաղաքը։ Հովանես Արաքյալ երբ որ հայտնություն ովանուն ունեցավ, այդ ժամանակ որ թագավորությունը, որ գայստրությունը գար, հռոմեական գայստրությունը, Հռոմը ստիրելիներ, ինչ կգոչվեր նոր գդագարանի մեջ, Պետրոս Արաքյալ, եթե փանակ առաջին Պետրոսի նամակը, առաջին Պետրոսի նամակի 5-րդ գլխու մեջ, 10-րդ համարի մեջ, Պետրոս Արաքյալ տեսեք ինչ կսե, Փափելոնի մեջ գտնվող եկեղեցին, որ ծեր ընդրելագիցն է, գողջունեց ես։ Ուր է Պետրոս Արաքյալ ուր կգտնվեր Բաբելոն, ոչ, այլ ուր, Հռոմ։ Հռոմը կգոչե ինչ, նոր Բաբելոն, ինչու, որովհետև հռոմեական գայստրությունը ինչ կներ, կհալածեր քրիստոնյաները, Աստուծո ժողովուրդը։ Ահա սիրելիներ, ամբողջ պատմության ընթացքին միշտ Բաբելոնը գնկատվի Սուրբ Գիրքի մեջ որպես Աստուծո ընդդիմացող, որպես Աստուծո ժողովուրդը հալածող ուրեմն քաղաք։ Անոր համար հայտնություն ովանու կրկին մեջ միշտ
Բաբելոնի մասին է որ խոսվի, մանավանդ 17 եւ 18 գլուխներում մեջ, եւ այսօր մենք 18-րդ գլուխը երբ սկսենք սերդել, պիտի տեսնենք, որ նույն Բաբելոնի մասին է որ խոսվի, սակայն ոչ թե անցյալի Բաբելոնին, այլ ներին ժամանակ, Հագաքրիստոսին ժամանակ աշխարհի մեջ ստեղծվելիք այն ահավոր համագարքին, այն ահավոր թրույթին, որ ուղղակի Աստուծո եկեղեցին Քրիստոսի ընտրյալներուն թեմ պիտի ելե։ Սակայն, տեսեք, այսօրվան մեր ուրեմն ընթերցանության համար ընդրած եմ Երեմիայի մարգարեի 50-րդ գլխու 21-րդ համարեն մինչև սիրելներ 45-րդ համար եւ պիտի տեսնենք, որ այստեղ Երեմիա մարգարեն արդեն իսկ խոսի Բաբելոնի անկման մասին եւ գխոսի թե ինչպես Բաբելոնը պիտի գղզիանա եւ փույն դառնա անասուններու։ Այսօր ցեզի պիտի բացատրեմ Սուրբ Գիրքի մեջ շատ կարևոր խորհրդանիշներ։ Ինչ են վայրի, ինչ կխորհրդանշեն վայրի անասունները, ինչ կխորհրդանշեն սիրելներ վայրի կամ անմաքուր թրջունները Սուրբ Գիրքի մեջ, որովհետեւ այս փարերուն իմաստը եթե հասկանաք, այն ադեն կհասկանաք, թե ապակային աշխարհը ինչ վիճակի պիտի հասնի շատ լրջորեն։ Նախ եկեք այսօրվա մեր հավաքական ընթերցանության համար ընթերցենք Երեմիայի մարգարեության 50-րդ գլխու 21-րդ համարեն սկսյալ, որ կխոսի Աստուծո Թադաստանը Բաբելոնին։ Բարձրացիր Մերաթայիմի երկրին թեմ ու Փագուտի բնակիչներուն թեմ, ավերե զանոնք եւ փնաչին չրե գբատկամե դերը քեզի հրամայածիս պես ըրե Եգրի մեջ բادرազմից այն ու մեծ գոդորած կա միասին գարտանք ինչպես ամբողջ երկրի մուրջը գոդրվեցավ ու փշրվեցավ ինչպես Բաբելոնը ազգերու մեջ ավերակ եղավ քեզի որոքայտ լարեցի եւ բռնվեցար ով Բաբելոն բայց տուն չկիցար գտնվեցար ու ծերպակալվեցար որովհետև դիրոջ թեմ մակարեցար։ Դերը իր զինանոցը բացավ եւ իր փարգության զենքերը դուրսանեց, որովհետև ասիգա զորքերու դեր Աստուծո կորձն է քաղտիացներու երկրին մեջ։ Երկրի ծայրեն անոր թեմ ելեք, բացեք անոր իշտեմարանները, թիզեցեք զայն շեղջերու պես եւ փնաչին չրեք զայն, անգե ոչինչ թող մնա։ Գոդորեցեք անոր բոլոր ցուլերը Թող անոնք սպանտանոց իջնեն, վայ անոնց, քանի որ անոնց օրը, անոնց բադիժի ադենը հասած է։ Բաբելոնի երկրեն փախչողներուն եւ ազատածներուն ցայնը գուկա, Սիոնի մեջ հայդարարելու դիրոջ մեր Աստուծույն վրեժխնդրությունը, անոր դաջարին վրեժխնդրությունը։ Աղեղնավորներ, գանչեցեք Բաբելոնի թեմ, ով բոլոր աղեղ լարողներ, փանագեցեք անոր թեմ, հոլորացև Ոչ մեկ անգե թող ազատի, հադուցանեցեք անոր իր կորձերուն համեմատ, վարվեցեք անոր հետ իր բոլոր ըրածներուն համեմատ, արտարև ան հբարդացավ դիրոջ թեմ, Իսրայելի սուրբին թեմ։ Հետևաբար անոր երդասարտները իր ռաբարակներու մեջ պիտի ինան, եւ անոր բոլոր բادرազմիկները այդ օրը պիտի փնաչնչվին գբատկամե դերը։ Ահա ես քեզի թեմ եմ, ով հբարդ, գբատկամե զորքերու դեր Աստվածը։ Քանի որ հասած է քու օրդ, քեզ բաժելու ադենը, հբարդը կլորվելով պիտի ինա, եւ ոչ մեկը զայն պիտի գանքնեցնե, անոր քաղաքներու մեջ գրակ պիտի վարեմ, որ անոր ամբողջ շրջագայքը սպարե, զորքերու դերը սագը հայդարարե, Իսրայելի որդիներն ու Հութայի որդիները միասին հարստահարվեցան, անոնց բոլոր կերևարները զանոնք բռնեցին եւ մերժեցին զանոնք արձակել, սակայն անոնց բրգիչը ուժեղ է, Անոր անունը զորքերու դեր է, անիգա անշուշտ իրենց իրավունքը պիտի պաշտպանե, որբեսի երգիրը խաղաղեցնե ու Բաբելոնի բնակիչները վրդովե։ Դերը գբատկամե թե սուր պիտի կա քաղտիացներուն վրա, Բաբելոնի բնակիչներուն վրա, անոր իշխանավորներուն եւ իմաստուններուն վրա, սուր սդախոսներուն վրա ու պիտի խենտանան, սուր անոր զորավորներուն վրա եւ պիտի զարհուրին, սուր Անոր ծիերուն ու գարկերուն վրա, սուր անոր մեջ եղող բոլոր խառնածիններուն վրա, որոնք գիներու բես պիտի ելան, սուր անոր կանցերուն վրա, որոնք պիտի գողոպտվին, չորություն պիտի կա անոր ճուրերուն վրա,
որոնք պիտի ցամքին, որովհետև ան գուրքերու երգիր է եւ իրենց գուրքերովը գհիմարանան։ Անոր համար հոն վայրենի գադուներ ու փորենիներ պիտի փնագին ու չայլամներ պիտի փնագին։ Հոն անգամ մնալ մարդ պիտի չփնագի եւ սերունդ անփնակ պիտի լա։ Աստուծո գործանած Սոդոմին ու Գոմորին եւ շրջակա քաղաքներուն բես գբատկամե դերը ոչ մեկը պիտի նստի հոն, ոչ ալ մարդու որդի պիտի փնագի անոր մեջ։ Ահա հյուսիսեն ժողովուրդը պիտի կա։ Մեծ ազգը ու շատ թակավորներ երկրի ծայրերեն պիտի արշավեն։ Անոնք աղեղ ու նիզակ կգրեն, անոնք անկուտ ու անողորմ են։ Անոնց ցայնը ծովու պես կկորա, անոնք ծիերու վրա հեծածեն ու պատերազմիկի պես քեզի թեմ կշարվին, ով Պապելոնի աղջիկ։ Երբ Պապելոնի թակավոր այս լուրը լսեց, անոր ցերկերը թուլցան։ Դակնավը զինք համագեց, զննթափերող գնոջ երկունքի ծավին պես։ Ահա թշնամին արյուծի պես կբարձրանա հորտանանի ողողված ափերեն, դոգուն փնագարանին թեմ։ Բայց զինք վարգենաբես պիտի փախցնեմ անգե, եւ ով ընդիր է որ անոր վրա նշանակեմ։ Արտարև ով ինձի նման է, ով ինձի հետ պիտի վիճապանի, ով է այն հովիվը որ ինձի պիտի կիմատրե։ Հետևաբար լսեցեք դիրոջ տված որոշումը Պապելոնի մասին, ու մտածած զրակիրը քաղտիացներու երկրի մասին։ Հոդին ամենեն փոքր անբաժար զանոնք պիտի կշե, անշուշտ անոնց բնակարանները իրենց բաժարով պիտի ավերե։ Պապելոնի քրավումին աղմուգեն եգրակունդը գշարժի եւ ասկերու մեջ աղաղակ կլսվի։ Ահա սիրելիներ, տեսակ թե Աստուծո Թադաստանը ինչպես Պապելոնի վրա պիտի թափի։ Եվ ասեմ, Աստուծո Թադաստանը թափեցավ 5 դագարանին չրեղեղեն յետ Պապելոնի վրա։ Աստուծո Թադաստանը թափեցավ ատկե վերջ Նապուկոդոնոսոր տակավորեն վերջ Պապելոնի վրա։ Հռոմի վրա թափեցավ Աստուծո Բադուհասը։ Աստուծո Բադուհասը եւ Բադիժը թափեցավ սիրելներ աշխարհի մեծ գայսրություններուն վրա, որոնք աշխարհագալ էին աշխարհի մեջ։ Աշխարհագալ ուր են անոնք այսօր։ Ինչպես սիրելներ, ինչպես կրնալալ որ գոդորվող, մշտապես գոդորվող ազգը, ինչպիսին է հայ ժողովուրդը, այսօր աբրի տեր մնա, բայց գոդորողները մեծ գայսրությունները անցյալեն սկսյալ Սասանյան, Բարսկական, Հռոմեական, Բյուզանդական, Օսմանյան, չգիտեմ, Ջենգիզ խան, Արաբական, այս բոլորը Ռուսաստան, այս բոլորը չգան, այդ գայսրությունները չգան, բայց մեր փոքրիկ հողը գա։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, ասիկա մեզի հավատքի մեջ պետք է զորացնե եւ իսկապես ազգովին Աստուծո պետք է վստահենք, իսկապես պետք է մեր անձը խոնարեցնենք Տիրոջ դիմաց, որ Աստված փուժե մեր երգիրը, ինչպես երկրորդ մնացորդած գրքի մեջ կսե դերը 7-րդ գլխու 14-րդ համարի մեջ։ Իսկապես, եթե խոնարհենք Տիրոջ դիմաց, Աստված պիտի բահե մեզ հավիդենաբես մինչև իր երկրորդ գալուստը, բայց եթե դժբախտաբար այսպես իրար միս ուդենք, իրար փզկդենք, Պողոս Արաքյալ քաղաքացիներուն ամագի մեջ կսե, զգուշ եղեք, որ հանգարտ չգործանիք։ Բայց սիրելիներ, այս աշխարհի մեջ Պապելոններ պիտի կան միշտ պիտի ելան Պապելոններ, բայց Պապելոններուն վախճանը դերը արդեն իսկ որոշած է։ Այս մասին գխոսիմ սերդողության ընթացքին, եկեք հիմա երկենք քանի մը հոգևոր երկեր։ Առաջինը հարությունը, երբ հանգարց հասնի օրը հարության, որ իրար գանցնին աշխարհամայն։ Գրնակ երևակայել սիրելներ, երբ որ Քրիստոս վերադառնա, հարության այդ ժամանակը հասնի, ինչ պիտի լա անհավատներուն վիճակը աշխարհի մեջ։ Ինչ պիտի լա։ Ինչ պիտի լա սիրելիներ այս աշխարհագալներուն վիճակը, այս աշխարհի թակավորներուն վիճակը, ներին վիճակը, ինչ պիտի լա երբ որ դերը վերադառնա։ Անոնք որոնք դարաբող են, անոնք որոնք իրենց հավատքը Տիրոջ վրա, վստահությունը Տիրոջ վրա դրած են, ուրախությամբ պիտի դիմավորեն, իսկ անոնք որոնք սիրելներ չեն հավատար Տիրոջ, այդ ժամանակ ինչպես կարտացինք այդ ուտյան մեջ, բիդեսեն լերներ, մեր վրա թափվեցեք, ծածկեցեք մեզ, քարնուգին ահեն, ահա սիրելներ մեր զորությունը ուր է, աշխարհը այսօր կգարձե, որ մեր վրա զորավոր է, աշխարհը կգարձե, որ այսօր հավատացյալներու վրա զորավոր է եւ հավատացյալները դգար են, մինչդեռ չի գիտեր, որ
ամենեն զորավորները սիրելիներ աշխարհի հավատացյալներն են։ Սուրբ Դերդուղյանոսը անցյալին երկրորդ տարում գիտեք ինչ գրեց նամակը հռոմեացի ուրեմն գայսրին, ըսավ որ թուգսավ մահվան թեմ բայկարող մարդիկը հերոս կգոչեք, իսկ մեզի հավատացյալներուս կգոչեք դգարներ, բայց չէ որ մենք է որ անվախորեն մահվան թեմ գելենք ու կբայկարինք և հանուն Քրիստոսի գնահատակվինք, ահա մենք ենք ճշմարիտ հերոսները և գիտե գսավ, մեր նահատակներուն թափած արյունը սերմի նման է, որ Քրիստոսի եկեղեցին գաջեցնե ու գզորացնե։ Սիրելիներ, թեր քանի օր առաջ Չինաստանի կառավարությունը 300 քրիստոնյաներ բռնեց որպես վտանգավորներ։ Գիտեք ինչու, եւ փանդարգեց ահավոր չարչարաններու ենթարկելու։ Գիտեք ինչու, որովհետեւ դուներու մեջ Քրիստոսի մասին կքարոզեին։ Որովհետեւ եւ որոնց երեխաներուն գիրակնորիայի տաս կնեին բռնվեցան 300 հոգի եւ փանդարգվեցան որպես վտանգ նոր սերունդին։ Գտեսնեք աշխարհը սիրելներ ինչ կնե, որ անոր Աստուծո գմոդեցնե զավակները վտանգ կնկատվի, իսկ անոր գերացնե, անոնք որոնք գերացնեն զավակները, անոնք հերոս կհամարվին։ Անոր համար այսօր Ամերիկայի դպրոցներում մեծ սիրելիներ ամեն տեսակ բղծություն կքարոզվի երեխաներուն, անիկա վտանգ չէ։ Սատանայաբաշտներ կբերեն վտանգ չէ։ Երևակայեցեք, որ սատանայաբաշտական ագումբ կա, որ սատանայաբաշտ կկանչեն և գերգրբակեն սատանային, անիկա արգելված չէ, բայց Քրիստոսի անունով կլաբ ունենալը վտանգ է և արգելված է։ Աշխարհը և ադորամար մարգարեն գսե վայ անոր, որ փարին չար ու չարին փարի գսե, լույսին խավար և խավարին լույս գսե, վայ։ Հետևաբար այդ վայը այսօր պիտի տեսնենք, որ պիտի թափի Բաբելոնի վրա։ Եկեք երգենք։ Երբ հանգարց հասնի օրը հարության, որ իրար գանցնին աշխարհը համայն, գգանքնին իսկույն բոլոր մերելներ, հայտնվի Հիսուս թադավոր ու դեր, եթե ճիշտ հիմա քունե չարտնաս, այդ օրը գլուխդ կզարնես կողպաս, հավետ բաբանցես դիրոջը արջև, թադաբար դված և երեսը ծև, արդիմատիմ է Հիսուսի գտած, որ չապալ շատ են մեղքերը տիզված, եթե խոնարհիս վստահես ներման և գնդունի քեզ բալած սեպագամ, և որ գհնչե փողը վերջնական, և երբ մոտենա վերջին հանգրվամ, փրկյալներ մտնեն շատ ուրախ ու շեն, վճիռ
ընդունի մեղավոր վերեմ, ուստի ընդունե հիմա քու բրգիչ, որ վերջին օրը երբեք չնես ջիչ, որ Հիսուսի աչը հրավիրե քեզ և հագվեցնե ջերմագներ պես։ Այո սիրելներ, եթե հիմա չընդունենք Հիսուսը, ան որ չընդունի դժբախտաբար վերջին օրը ջիչ պիտի անե։ Այս ամիսը կաթոլիկ եկեղեցին հունիս ամիս ամբողջությամբ գիտեք որ ու նվիրած է Հիսուսի սուրբ սրդին, Հիսուսի սուրբ սրդին, Հիսուսի սուրբ սրդին գանցնվինք սիրելներ եւ հավատացյալներն ալ գուղորդվին որ Հիսուսի սուրբ սրդին աղոթեն որբեսի ները մեզ եւ ընդունի իր սրդի մեջ։ Իսկ հագարակվելու համար Հիսուսի սուրբ սրդին աշխարհը հունիս ամիս գիտեք ինչ հայտարարեց միասերականներու ամիս Pride-ի ամիսն է այս ամիսը հունիսը միասերականներու ամիս այս ամբողջ ամիսը Pride եւ ինչ Pride Գրջադումն է, բայց գիտեք ինչ կնշանակե Pride, չէ? Հբարդություն նաև։ Հբարդություն։ Իսկ մահացու մեղքերուն առաջինը ինչ է? Հբարդություն։ Տեսեք սիրելներ, Սատանան ինչպես մարդիկ կբերե եւ ճիշտ այսօր գեսորին, այսպես 5 վայրկյան սիվոր ուղեղս հանգստացնեմ գաշխադեի պատրաստության վրա եւ ինտերնետը բացի, ուրեմն թիմացս ելավ երդասարդ աղջիկը, որ ուրեմն պաստոր է, հովիվ է, վրան երապան ձիածանը տրածեր գեյերու, միասերականերու ձիածան տրոշակը տրածեր, և կարոզ գխոսեր իր հավատացյալներուն չագերդի մեջ։ Եվ ինչ էր նյութը։ Եվ պանաստեղծությունը կրածեր ու գգրտներ, գսեր ժողովուրդը գգրտներ իրեն։ Գրտնեցե գսավ։ Միասերականները սուրբ են, ժողովուրդը սա, միասերականները սուրբ են։ Մեր բարը սուրբ է, ասի մեր բարը սուրբ է։ Մեր սերային հարաբերությունը սուրբ է։ Ժողովուրդ, այնպիսի խոսքերը սավ, ճշմարիտ Աստված ամբողջ մարմինով ստողացի։ Եվ վերջավորությանը սավ, գիտեք սավ, երբ այսինչ պաստոր, այսինչ հովիվը առաջին անգամ, երբ ըսա որ միասերականները սուրբ են եւ ես նստած էի ծեր փոխարենը, լացի, հուզվեցա եւ սկացի որ իսկապես մենք սուրբ ենք։ Դեսեք սիրելներ որ սուրբ փառն անգամ ինչպես աշխարհը գայլափոխե, գշրջե։ Այսինքն սուրբերը գտարնան մեղավորներ, մեղավորները գտարնան սուրբեր։ Դեսեք սիրելներ աշխարհը ուր հասած է եւ անոր համար որքան պետք է ըսկուշլակ ծեր զավակներուն եւ թորներուն վրա։ Որքան պետք է աղոթեք ծեր զավակներուն եւ թորներուն համար, ազգի համար, աշխարհին համար։ Որովհետեւ այս բոլորը նշաններ են որ դեպի ուր գերտանք։ Հստակ է սիրելներ։ Մեր մադին յետևը չբահվդինք։ Չսենք թու քշ ասանք բաներ չբադային, ասանք բաներ ամենօրյա մեր կյանքի մեջն են այլևս։ Ցեզիսի Կանադայի մեջ օրենք է լավ արդեն, պետական օրենք, որ ով որ միասերականներու թեմ գխոսի, փանդարգություն ունի եւ այդ եկեղեցին կփակվի։ Բիդիկա այդ օրը սիրելներ, որ ինձի նման խոսողներ, ցեզի նման հավատացյալներ բիդի փանդարգվին։ Բիդիկա այդ օրը Հիսուսը սավ այս բոլորի մասին։ Բայց որ մեկն է վախնալ, չխոսիլ եւ ասել որ աման ինչուս պետք է չսկուշացնել իրար եւ ինալ մեղքի մեջ թե ոչ խոսիլ նույնիսկ փանդարգվել նույնիսկ մահ հանձնարնել բայց ճշմարտութենեն չշեղիլ ինչպես կրնալալ որ սիրելներ անցյալին քրիստոնյաները եւ դագավին նոր քրիստոնյա էին նոր քրիստոնյա դարձած են հետանոսութենե անվախորեն արույցներու թիմաց ելան քազաններու թիմաց ելան կոլոսեումներու մեջ
Չվախցան Աստված փառավորելով իրենց կյանքը դվին, իսկ մենք որ 2000 տարվան հոգևոր փորձառություն ունեցող եկեղեցի ենք, վախնանք։ Եվ վայ ինձի, Պողոս առաքյալի խոսքով, վայ ինձի, եթե ցես չկարոզեմ եւ չզգուշացնեմ, վայ ինձի, ինչպես որ Աստված Երեմիա մարգարեին ասավ, ով մարդու որդի, քեզի այս ժողովրդին վրա թեթ գարկեցի, բահագ։ Եթե ասավ դերը, այն սուրը, որ պիտի բերեմ իրենց վրա, եթե թուն չզգուշացնես իրենց, ապա այդ սուրը պիտի խորդագես անոնք, բայց անոնց մեղքը նաև քեզ մե պիտի բանջվի, քո հոգի հետ։ Բայց եթե թուն զգուշացնես եւ անոնք չզգուշանան, այդ ժամանակ իրենց մեղքը իրենց գլխուն։ Անոր համար է որ սիրելիներ, ահա ճշմարտությունը ցեզի գսեմ։ Գսեմ որպես ես ամբարդ մնամ, գսեմ որպես ես ալ լսեմ, գսեմ որպես ես ալ զգուշանամ եւ քաչ լամ։ Որովհետեւ եթե իրար չքաչալերենք, եթե իրար չզորացնենք, շատ հեշտությամբ կգրնանք ամեն քսալ գործել։ Եվ այսօր այս բոլորի մասին է որ պիտի խոսենք։ Երկրորդ երկը հրավեր։ Սիրելիներ, մինչև այնադեմ որ շունչ ունենք, մինչև այնադեմ որ ծեր զավակները, ծեր եղբայրները, ծեր քույրերը, ծեր հայրերը, մայրերը, ով որ ունենք, հարազատ, մեր ասկագիցները, մարդկությունը, մինչև այնադեմ որ այս կյանքի մեջ շունչ ունենք, ուրեմն կնշանակե որ Աստուծո փրկության հրավերը ի զորու է բոլորիս։ Համաձայն Աստված ամենուց կհրավիրե իրեն դառնալու, չմերժենք։ Ինչպես հայտնություն Հովանու գրքի 3-րդ գլխու 20-րդ համարի մեջ Լավոդիկիայի եկեղեցին դերը գսե. ահա գանկնած եմ թուրին վրա, թուրին դիմաց եւ թուրը գտագեմ, ով որ փանա ներս պիտի մտնեմ։ Եկեք չմերժենք այս հրավերը եւ երկենք։ Բարերուն ըսկուշ եղեք։ Ինչու գմերժեստուն հրավեն, խաչյալ պրչին որ գսե եգուր, գլվամ կեզ կուբից մեղքերեն, և գնեմ կեզ սույնեն ալմակուր, եկ մեղավոր, եկ շուդրեն, Փածփազուկներու մեջ քեզ նեդե, եկ մեղավոր, եկ շուդրե, Փածփազուկներու մեջ քեզ նեդե, դես ինչպես կամված է խաչին վրա, անդրդունչ քեզ համար գզովի, Դես ինչպես վշտահարն ագուլա, ու չեմ սիրով քեզի գնայի, եկ մեղավոր, եկ շուդրե, Փածփազուկներու մեջ քեզ նեդե, եկ մեղավոր, եկ շուդրե, Փածփազուկներու մեջ քեզ նեդե, եկ շուտով խաչին տակ ձնրատրե, և աղկերտ անոր խոստով անե, եկ այսօր աշխարհեր աժարե, և ամբողջ կյանք տանոր նվիրե, եկ մեղավոր, եկ շուդրե, Փածփազուկներու մեջ քեզ նեդե, եկ մեղավոր, եկ շուդրե, Փածփազուկներու մեջ քեզ նեդե, եթե հիմա հրավերը մերժես, Անոր սուրբ հոգին գվշտացնես, ու կուծե այս վերջին անգամն է, որ նա քու սրտի թուրն գզարնե, եկ մեղավոր, եկ շուդրե,
Փած բազուկներում մեջ քեզ նետեր Եկ մեղավոր եկ շուտերեր Փած բազուկներում մեջ քեզ նետեր Փած բազուկներում մեջ քեզ նետեր Հաջորդ երկնալ նույն դրամատուրգությամբ Փակտերների ետևից ուշ ժամին ով է թագում Այդ կոպրգիչն է դրա մոտ կանգնած Սրդի թուրն է թագում գամած Նա գնդունի քեզ վիճակով գործված Միայն թե սիրտդ բաց Եղբայրներ եւ քույրեր Սիրտերից բանանք դիրոջ դիմաց Ամեն քսալ մեղքեր ունենք սիրելներ Ես ցեզ մե ավելի սուրբ չեմ Եվ ոչ ալ դուք իրար մե ավելի սուրբ եք Ամեն քսալ մեղքեր ունենք Բայց երբ որ մեր դգարությունները, մեր մեղքերը, մեր դժվարությունները, մեր խնդրանքները Տիրոջ դիմաց կբերենք եւ գսենք դեր օգնե ինձի, ինչպես Պետրոսը ասավ օգնե ինձի դեր, օգնե եւ դերը մեր ցերկեն պիտի բռնե եւ օգնե։ Եկեք մեր սրտի թուրը բանանք Տիրոջ դիմաց, որբեսի օգնե մեզի։ Երկենք Փակտերների ետևից ուշ ժամին ով է թագում ներսից պատասխան չես տալիս կրկին ով է անվերջ թագում Այդ կոպրգիչն է դրան մոտ կանգնած սրդի տուրն է թագում գամած Նա գնդունի քեզ վիճակով գործված Միայն թե սիրտդ բաց Այդ կոպրգիչն է դրան մոտ կանգնած Սրդի թուրն է թագում գամած Նա գնդունի քեզ վիճակով գործված Միայն թե սիրտդ բաց Սուրբ հոգու ցայնը դու չես լսում Տեր ով է թագում բայց այդ գանչը չի դադարում երբեք ով է անվերջ թագում Այդ կոպրգիչն է դրան մոտ կանգնած Դրդի տուրն է թագում գամած Նա գնդունի քեզ վիճակով գործված Միայն թե սիրտդ բաց Այդ կոպրգիչն է դրան մոտ կանգնած Սրդի թուրն է թագում գամած Նա գնդունի քեզ վիճակով գործված Միայն թե սիրտդ բաց Այնտեղ հնչում է ուժեղ ավելի ով է թագում մեղավոր դարձի եկավ աշխարհի ով է անվերջ թագում Այդ կոպրգիչն է դրան մոտ կանգնած սրդի տուրն է թագում գամած Նա գնդունի քեզ վիճակով գործված Միայն թե սիրտդ բաց Այդ կոպրգիչն է դրան մոտ կանգնած Սրդի տուրն է թագում գամած Նա գնդունի քեզ վիճակով գործված Միայն թե սիրտդ բաց Միայն թե սիրտդ բաց Միայն թե սիրտդ բաց Այո, միայն սիրտդ բաց եւ դերը գնդունի քեզ Եկեք փառք տանք մեր Տիրոջ եւ ասենք Փառք քեզ Աստված, փառք քեզ հաղաքս ամենայնի դեր, փառք քեզ Փառք Աստծո իր ողորմության համար եւ այս օրը մեզ հավաքելուն համար, որտեղ Հիսուսը ասավ երկրի վրա ուր որ 2-3 հոգիով հավաքվիկ, ես այնտեղ եմ։
Սիրելիներ, ճշմարիտ իրական վկայությունը պիտի դամ ցեզի։ Մայրը իր փոքրիկ զավգին ճիշտ այս կսորվեցնե, որ դղաս երբ որ կովկովի միասին մենք աղոտ կնենք, Հիսուս մեզի հետ է։ Եվ երեխան մամային գսե, գիտեմ մամա, Հիսուս հոս է։ Մաման գսե, ոչ դղաս, սխալաս կծար, լավաս կծիր։ Երբ որ միասին աղոթենք, Հիսուս հայրի գսա, որ ես ցեզի հետ եմ։ Եվ փոքրիկ 4-5 տարեկան երեխան գսե, այո մամա, Հիսուս հոս է։ Մաման ամբողջ մարմինը գթողա։ Ինքը ադի գսե, բայց մտքի մեջ չի ավադարգոր։ Եվ սրդի մեջ մայրը գսե, ով Հիսուս, երեխան չի լսել այս աղոթքը, ով Հիսուս, եթե իսկապես հոս ես, կխնդրեմ, որ աչ գոմս կաս ուսիս և հոն գանքնիս։ Եվ նորեն երեխային գսե, զավագս գսե, երբ որ գաղոթենք, Հիսուս մեզի հետ է։ Ուր է Հիսուս, երեխան գսե, մամա, Հիսուս աչ կոմդ գանքնած է, ցերկը քրխուտ թրած է։ Ճշմարիտ Աստված, ասիգա վկայություն է։ Սիրելիներ, այնինչ որ մեծերը փոքրերուն կսորվեցնեն, երբեմն իրենք չեն հավատար, բայց երեխաները անինգա գաբրին։ Անոր համար Հիսուս ըսա որ ով որ գուզե երկնքի արքայություն մտնել, թող այս երեխային բեսը լա։ Հա, այս երեխային բեսը լա։ Հավատանք սիրելներ, հետևաբար հարցում։ Գահավատակ որ հիմա Հիսուս այստեղ է։ Աբրիկ ծեր գողքին նստած է։ Թող իր քիրգը նստած է, ծեր քրխուն վրան է։ Փառք քեզի Տեր Հիսուս Քրիստոս, փառք Սուրբ Զորության եւ ներկայության։ Հետևաբար սիրելներ, երբ եկեղեցի կմտնեք, լրջության արեք։ Իրարու հետ մի խոսիկ, խոսեցեք Հիսուսին հետ։ Երբ Սուրբ հաղորդության կմոտենաք, շարքի մեջ մեգուն աչին ծախին բարև միդակ մի ամփուրեք, ինչպես ես, այդ բոլորը դուրս ըրեք։ Հիշեցեք, որ գերտակ ինչ առնելու Սուրբ հաղորդություն, ինչ է Սուրբ հաղորդությունը, Քրիստոսի մարմինը եւ արյունն է։ Հետևաբար Քրիստոսի է որ գերտանք։ Անոր համար ամեն ինչը սրբությամբ ըրեք, երգյուղիվ եւ հավատով հարաճմադիկ եւ սրբությամբ հաղորդեց սարուկ։ Բարի եկածեք սիրելի քույրեր եղբայրներ, Հիսուսի սուրբ սիրով գողջունեմ ձեզ բոլորդ, բոլոր անոնք, որոնք մշտապես ներկա են, բոլոր անոնք, որոնք այսօր առաջին անգամ ներկա են։ Արման, բարի եկածես։ Անուշիկ աղջիկս ինչ անունդ։ Արենի, այսինչ գեղեցիկ անուն։ Արենի բարի քալուստ, առաջին անգամն է եկած է։ Ուրիշ ով եկած է առաջին անգամ։ Վարդուի, այո, անցյալ շաբաթ եկար բարի Աբրիս, հետևաբար բարի քալուստ քեզի վարդուի քույր, ուրիշ ով եկած է առաջին անգամ։ Գամ ով վերադարձած է, վերադարձել եք, չէ, Աբրիկ։ Բարի եկած եք ամենքդ եւ գողջունեմ նաեւ սիրելներ ուրեմն թիդորտները համացանցի ջամփով աշխարի 4 կողմերեն եւ բոլորին գսեմ Քրիստոսի սիրով ողջույն։ Մենք սիրելներ հասած ենք սերդելու հայտնությունով անու 18-րդ գլուխը։ Այսօր պիտի սերդենք առաջին 3 համարները։ Բզդիկ վերակաղմը ընեմ ցեզի, գիշեք որ երբ որ 17-րդ գլուխը գսերդեինք, այնտեղ դեսանք մեծ Պապելոնին մասին։ Եվ մեծ Պապելոնը, ուրեմն ցեզի բացատրեցի, որ ինչն է աշխարհի գրոնական համագարքը, որ ներին ժամանակ պիտի կա եւ պիտի ծարայե ներին, որբեսի ամբողջ աշխարհը ներին ուրեմն դարձնե, խապե մարտիկը, համոզե մարտիկը, եւ դեսանք նաեւ անոր անգումը, թե ինչպես անիգա պիտի ինա։ Այս գլխում մեջ պիտի տեսնենք սիրելներ Պապելոնի երկրորդ երեսը, այսինքն Պապելոնի քաղաքական եւ տնտեսական համագարքը, որ պիտի ինա։ Եվ այս ամբողջ գլուխը 18-րդ գլուխը, գիտեք ինչ է, սքերք է, սուքի երկ է։ Այս աշխարհի մարտիկը, այս աշխարհի թակավորները, այս աշխարհի վաճառականները, այս աշխարհի նավաստիները, այս աշխարհի ցգնորսները, այս աշխարհի նավավարները պիտի սկան, պիտի ողբան այս դնդեսական համագարքին փլուզումին համար, պիտի սկան։ Դնդեսությունը երբ որ քայքայվի, այս աշխարհի մարտիկը ինչ պիտի լան, պիտի սկան։ Մարտիկ կան սիրելներ, որ 24 ժամ ինչի վրա են գիտեք, ստակներու վրա են,
24 ժամ, ըստակի ելավ, ըստակի իջավ։ Մինչև այսօր ես չեմ հասկացած ինչ է ըստակը, չեմ գիտեր, ըսեք ինձի բացատրե չեմ գիտեր, բայց մարդիկ կան սիրելներ ամբողջ իրենց գետրոնացումը ինչ է, դնդեսություն, ըստակի ելավ, ըստակի իջավ։ Ինչու, որովհետև մարդուն սիրտը թշպախտաբար ինչի կապված է։ Այն հարուստ երդասարտին պես, որ Հիսուս սավ կնա ունեցածը ձախ եկուր, գսես սուկիրկը հարուստը չկնաց երդասարտի, ինչու, որովհետև իր սիրտը տրամին կապված էր, այս աշխարհին կապված էր։ Եվ երևակայեցեք, որ սիրելներ, երևակայեցեք, որ այս ըստակ կոչվածը, այս դնդեսությունը, եթե փլուզվի, գիտեք որքան մարդիկ հարթթեք պիտի ունենան, գատված պիտի ունենան, պիտի մերդին, գատված պիտի ունենան, ուղղակի։ Եղած է, չէ շատերը, գացես մեկում, որ եղած է, գատված ունեցերը, շատ բարի, շատ բարի։ Բայց 19-րդ գլխու մեջ ճիշտ հակառակ երեսը պիտի տեսնենք։ Գիտեք ինչի պիտի տեսնենք։ Երկնքի մեջ բնակողներուն ուրախությունը եւ որ տեսնեն, որ այս դնդեսությունը եւ այս Բաբելոնը քանդվեցավ։ Աշխարհին ուրեմն տեսեք սիրելը, աշխարհային մարդոց եւ երկնային հոգեվոր մարդոց տարբերությունը։ Ոմանք երկրավոր մարդիկը պիտի դրդմին, սուքնեն, ողբան, իսկ երկնքի մեջ գտնվողները կամ հոգեվոր մարդիկը պիտի ծնծան եւ ուրախանան։ Եվ դեսանք, որ այս Բաբելոնը գոչվի ինչ մեծ բորնիկ։ Եվ բացատրեցի ցեզ սիրելներ, որ բորնիկը այն չէ միայն որ մարմնական մեղք կգործե, անշուշտ անիգա գա մեջը, անպայմանորեն, բայց Սուրբ Գրքի մեջ բորնիկ կգոչվին անոնք, որոնք գլքեն ճշմարիտ աստվածբաշտությունը եւ գսկսին ուրիշ աստվածներ բաշտել։ Հիմա ո՞յ մեկը չսե որ Փառք Աստծո ես ուրիշ աստվածներ չեմ բաշտել։ Եկեք ամեն մեկս մենք քննենք մենք մեզ։ Եթե մեկը գա որ սիրելներ հարստություն կբաշտե, եթե մեկը գա որ ինչքինամ տերասաններ կբաշտե, եթե մեկը գա որ սպորտսմեններ կբաշտե, մարզիկներ կբաշտե, եթե մեկը գա որ ինչքինամ իր զավակը կբաշտե, իր դունը կբաշտե, իր ինչքինամ ինչ կբաշտե, այդ բոլորը սիրելներ գուրքեր են։ Այդ բոլորը գուրքեր են։ Եվ Աստուծո նկատմամբ անիգա կգոչվի հոգևոր բորանգություն։ Եվ ահա սիրելիներ, դեսանք թե ինչպես այդ հրճակավոր քաղաքը, բորնիկ քաղաքը պիտի ինա։ Հագարականոր որ ինքը շքեղ հակված էր, ձիրանի ակած էր, գարմիր ակած էր, ոսկիներով, մարգարիտներով, թանկագին քարերով եւ այլն զարտարված էր եւ ցերքին բաժակ մգար, սակայն այդ ցերքի բաժակը լեցուն էր որու արյունով, Աստուծո վգաներուն, Քրիստոսի հավատացյալներուն արյունով։ Ահա բղծությամբ լեցուն։ Սիրելիներ, Բաբելոնը ինչպես ասի, ամբողջ ժամանակներուն մարդկային բացության ընթացքին այն համագարկերն են կամ այն քաղաքներն են կամ այն կառավարություններն են, որոնք սիրելիներ Աստուծո ընդդիմացող են եւ հոգեվոր ամեն սրբությանց ընդդիմացող են։ Այդ բոլորը կգոչվին Բաբելոններ։ Այսօր աշխարհի շատ մը քաղաքներ, շատ մի երկիրներ կհբարդանան ինչ բաներով։ Օրինակ, մեր հարևան երկիրը, որ մեր հայրենիքը քարու կանտրավ, ազերին, ինչով կհբարդանա, ինչով իր ունեցած նավթով, խավիարով, սև խավիարով, չէ, կհբարդանա, բայց չի գիտեր, որ իրեն պես շատ գայսություններ հբարդացած են, սակայն ինչ եղած են, գործանած են, ջհեննամը կացած են, գործանած են, եւ այդպես պիտի սիրելներ բոլոր անոնց, որոնք կհբարդանան այս կյանքի մեջ, աշխարհի մեջ որ ուժը, որ երկիրը, որ քաղաքը, որ ամփարոյությամբ լեցուն է սիրելներ, իր վաճառականությամբ կհբարդանա, միշտ հիշեցեք, այն երկիրները, որ հարուստ են վաճառականությամբ, նավթերով եւ այլն, այդ երկիրներու մեջ նաեւ ինչ կա, ամփարոյությունը, Սոթոմ կոմորությունը կա, թշպախտապար, երևակայեցեք հրյա ժողովուրդը, որ կհբարդանա, որ ինք Աստուծո ընդրյալ ժողովուրդն է, որ այսօր չէ, սիրելներ աշխարհի ամենեն թիվ 1 միասերական քաղաքը Հրեաստանն է, աշխարհի թիվ 1, եւ ինչպես ասկարաչսի ցեզի այս ամիս աշխարհի ամենամեծ միասերականներու ուրեմն հավաքույթը պիտի կատարեն, դոնախմբությունը պիտի կատարեն
եւ պիտի գադարեն սիրելներ Սոդոմ Գոմոր քաղաքին քով։ Երևակայեցեք աշխարհի ամենամեծ այս բոլորը ուրիշ բան չեն, եթե ոչ հբարտություն Աստծո դեմ ասելու համար, որ մենք գիտենք, որ դու Սոդոմ Գոմորը գործանես։ Հрьяաները չեն գիտեր։ Հрьяաներու սուրբ գիրքի մեջ գրված է։ Գիտեն։ Բայց տեսեք սիրելներ աշխարհը որքան Բաբելոնի պես է, ինչպես Բաբելոնը աշտարակը շինեց ասելու համար, որ չես կրնար այլևս չեղեղով մեզ գործանել, ահա այսօր սիրելներ այս մեղքը, որ գործեն Աստծո դեմ Բաբելոն է։ Բաբելոն, որ չես կրնար փամ մնել, ահա մենք Սոդոմ Գոմորը գործանեցիր, մենք նույն քաղաքի մեջ, նույն քաղաքի մոդերը, մենք ահա վասիկ ամենամեծ փրայդը պիտի գադարենք։ Դոնախմբությունը պիտի գադարենք միասերականներու։ Գտեսնեք սիրելներ մարդու բղծությունը Աստծո նկատմամբ։ Եվ երևակայեցեք, որ հիմա եթե այսպես է, հաբա երբ որ ները Հագաքրիստոսը կա ինչ պիտի լա։ Աշխարհի մեջ սիրելներ նայեցեք, որքան բղծություն եղած է, եթե գշիրքին մեկ նժարին վրա տնենք, ներին ժամանակը գշիրքին վրա տնենք, որ մեկ ավելի ծանր պիտի լա, աշխարհի սկիզբեն եղած բղծությունը մինչև ների օրը, թե ոչ ների ժամանակ, որ այդ ասենք գարդ ժամանակը պիտի լա։ Ների ժամանակը։ Երևակայեցեք, ադորամար Հիսուսը սա, որ աշխարհի ստեղծագործությունեն ի վեր այդպիսի մեծ նեղություն եղած չէ, որքան պիտի լա այս ներին ժամանակը։ Այսինքն սիրելներ, հիշեցեք Պողոս Արաքյալի խոսքը, օրերը ինչ են այս օրերը, չար են այս օրերը։ Եվ եթե մենք զգուշ չլանք մեր անձերուն, մեր ընտանիքներուն, շատ հեշտությամբ գրնանք ինչ լալ, գործանիլ, ուղղակի։ Եւ այսօր մենք պիտի տեսնենք ամեն մեկս մեր անձ նաեւ, ամեն մեկս մեր մեղքերովը, ամեն մեկս միշտ ասած եմ սիրելներ, երբ որ մեր մատը ուրիշին գերգարենք, մնացյալ մատերը մեզի ուղղված են։ Մենք տեսնենք, որ մեր մեջը ինչեր կան։ Տեսանք հոգևոր, ուրեմն գրոնական սիրելներ սուտ 17-րդ գլխի մեջ սուտ համագարկը, որ պիտի ստեղծվի, անիկա կամ պիտի լա սուտ եկեղեցի, կամ պիտի լա գրոններու հավաքույթ, որոնք սիրելներ պիտի ստեղծեն նոր գրոն, գիտեք այսօր աշխարհի մեջ ինչ կա new order, նոր համագարկ։ Այս նոր աշխարհը սիրելներ մենք կգտնենք հիմա նոր աշխարհի մեջ, նույնիսկ դոլարներուն վրա գրված է նոր աշխարհ, նոր համագարկ, new order։ Այս բոլորը սիրելներ պատրաստելու համար է մեր միտքերը, որ ինչ, որ ներին թակավորությունը պիտի կա, Հագաքրիստոսին թակավորությունը պիտի կա։ Պիտի կա, ուզենք կամ չուզենք պիտի կա։ Ավելի լավ է որ ընդունենք եւ պատրաստվենք, որովհետեւ գրնալալ սիրելներ շուտով կա, չեն գիտեր։ Գրնալալ մեր ժամանակ չկա, մեր զավակներուն ժամանակ կա, մեր թորներուն ժամանակ կա, մեր ձորներուն ժամանակ կա, չեն գիտեր, բայց պատրաստ պետք է լանք։ Եթե դու գանդարբեր գտնվիք, ասեմ ցեզի, այս սերունդը, այս մեր սերունդը, վերջին սերունդն է սիրելիներ, որ այլևս սադանան չի գրնար շատ brainwash-նել, բայց նոր սերունդին շատ հեշտությամբ գրնանել, ինչու, որովհետև այս բոլոր բաները, որ ստեղծած է, հեռադեսիլ, ինտերնետ, ինչ գիտեմ, chat GPT, ինչ, AI, մանավանդ AI, այս բոլորը սիրելիներ ինչի համար են, կոնտրոլի դակ բահելու համար, ովքեր, երեխաները։ Գիտեք, որ այսօր դպրոցներու մեջ երեխաները սիրելիներ այդքան մտքի զարգացում չունին, որովհետև իրենց ամեն ինչը հեշտությամբ որու գսեն, որ պատրաստ է, AI-ին։ Առաջ մենք բամը ունեինք հարցում գերտային որու, մեր մամային բաբային, մեր մաման բաբան որ չէին գիտեր, ուսուցիչ բան գվարցեին, որպես մեզ սորվեցնեին, իսկ հիմա, ինչ մամա բաբա, հիմա այլևս ամուսնացող աղջիկը մամային ալ չարցնե, որ ջաշը ինչպես պիտի պատրաստ է, հիմա մաման ալ չի գիտեր արդեն, Տանտի Google-ին գարցնե, տանտի Google-ը արդեն կպատասխանե ամեն ինչ։ Սիրելիներ, տեսեք, որ աշխարհը թեպի ուր գերտա, ենթարկելու իրեն ամեն ինչը։ Սիրելի քույրեր, եղբայրներ, եկեք անցնենք բացատրությանց, որովհետև շատ կարևոր բաներ պիտի բացատրեմ։
18-րդ գլխու առաջին համարը։ Նախ եկեք կարդանք։ Ասկե ետք դեսա ուրիշ հրեշտակը, որ երկինքեն գիչներ, անիգա մեծ իշխանություններ եւ իր փառքեն երգիրը լուսավորվեցավ։ Նախ առաջին երկու բառերը ասկե ետք։ Ինչ կնշանակի ասկե ետք։ Սրանից հետո, գիտեմ, բայց ինչի մասին է խոսքը։ Այո, բարձրապես ասկե ետք սրանից հետո արևելահայերեն է ասկեց ետքից։ Հասկանալի է դիգա, գիտեմ, բայց ինչ բանից ետքը, ինչից հետո։ Ուրեմն, երբ որ հիշեցեք, հրեշտակը արավ Հովանես Ավետարանիչը եւ դարավ Անաբադ եւ Անաբադեն իրեն ցույց տվավ ով մեծ բորնիկը։ Եվ այս մեծ բորնիկը բազմած էր, նստած էր որու վրա Գարմիր քազանին վրա։ Ով է Գարմիր քազանը։ Ները, չէ՞, Սատանան, ները։ Եվ սիրելիներ մեծ բորնիկը ով էր։ Այս համագարքը։ Եվ այս մեծ բորնիկը հակած էր ինչ։ Գարմիր, ձիրանի, ոսկիով զարդարված, մարգարիտներով, թանկագին քարերով։ Եվ դեսավ, որ իր ցերկի մեջ բաժակ կար եւ Աստուծո ընտրյալներուն ուրեմն արյունը գար այդ բաժակի մեջ։ Այս աշխարհի իշխանը Աստուծո զավակներուն արյունն է, որ պիտի խմե, ուզե։ Ուրեմն այս բոլորը դեսավ Հովանես։ Դեսավ եւ չմոռնաք հիշեցեք 17-րդ գլխու մեջ կարդացիք այս բոլորի մասին, 3-րդ համարեն սկսյալ։ Զարմացավ։ Եվ հրեշտակ մի եկավ իրեն ասավ ինչու զարմացար։ Որովհետեւ այս բոլորը որ դեսավ, այս Բաբելոնը ինչ մի լա։ Պիտի գործանի։ Հիմա այս բոլորը ուրեմն գրոնական սուտ Բաբելոնի անգումը դեսնել են ետ, հիմա գսե Հովանես Արաքյալ, որ ասկե ետ դեսա ուրիշ հրեշտակը։ Եվ այս ուրիշ հրեշտակը, որ դեսավ Հովանես Արաքյալը, դեսավ հրեշտակը։ Սիրելի քույրեր եղբայրներ, վաղը մենք որ դաստված որ երկինք ենք, հրեշտակները մեր երևակայածին պես չեն, ասանք անուշիկ, նրպիկ, թևերով, սիրուն, թեթև գտրչին։ Հրեշտակները սիրելիներ, հզոր ուժ են, Միքելանջելոյի կանտագած լոպուշիկ թեմքերով հրեշտակները չեն։ Հրեշտակները սիրելիներ, զարմանալի դեսքեր ունին։ Եվ դեսեք հիմա գսե, որ ասկե ետ դեսա ուրիշ հրեշտակը, որ ուրգեք իչներ, երգինքեն, հարցում։ Եվ որ գսե երգինքեն իչներ, երգինքը ծեզի պացադրած եմ, որու ներգայություն է, Աստուծո աբրիկ։ Ընդհանրապես Սուրբ Գիրքի մեջ 3 երգինքներու մասին կխոսվի։ Առաջին երգինքը սիրելիներ մեր դեսած երգինքն է։ Երկրորդ երգինքը երկնքին, այսինքն Աստուծո քահին եւ մեր դեսած երկնքի միջև գտնվող երկինքն է, ուր գտնվին ովքեր հրեշտակները եւ հրեշտակներու 9 խումբերը եւ նաեւ սիրելիներ այն իշխանությունները, այն զորությունները, այն պետությունները, որոնք կգոչվին չար իշխանություններ, այսինքն սատանաները։ Հիշեցեք Եփեսացիներուն նամակի 6-րդ գլխու մեջ 11 համարի մեջ ինչ կսե Պողոս Արաքյալ։ Մեր բادرազմը մարդոց հետ չէ, այլ երկնքի եւ երկրի միջև գտնվող չար իշխանություններուն, պետություններուն թեմ։ Ուրեմն այդ իշխանությունները գտնվին։ Անոր համար մեր արաքելական եկեղեցին գահավատա, որ երբ որ մեկը մահանա, իր բաբան հրեշտակը եւ արաբել ուրիշ հրեշտակը անոր հոգին գառնեն, որբեսի բարձրացնեն եւ պետք է գդրեն ինչը այս ոգիներու ամբողջ աշխարհը, որ գդեվե ըստ մեր արաքելական եկեղեցու հավատամքին 40 օր։ Անոր համար է որ մենք 40 կգադարենք։ Սիրելիներ, շատ սխալ է որ հայտարարեք մեկը մահացավ, թաղումը գադարեք։ Այս հարաճիգա գիրագի օր պիտի գադարենք 7:40-ը միասին։ Արանք բան չկա։ Լրիվ դարբեր բաներ են 7-օրեկը, լրիվ դարբեր բան է 40-ը։ Հիմա դոնց մասին պիտի չխոսիմ, իմ պատկամներուս մեջ խոսած եմ, բայց մեկ բան ասեմ։ 40-ը գաշվի մարդուն մեռած օրեն 40 օր, իսկ 7-օրեկը գաշվի իր թաղումեն 7 օրի հետ։ Ստագե, ասիկա լավ իմացեք։ 40-ը
իր մահացած օրեն 40 օր, իսկ 7-օրեկը իր թաղված օրեն 7-րդ օրը։ Ստակ է։ Լավ։ Հիմա ուրեմն եւ որ գսեմ որ դեսա ուրիշ հրեշտակը որ երկինքեն գիչն է, երկինքը այստեղ երկինքը գվերապերի խոսքը որ երկինքին, երրորդ երկինքին, որ Աստուծո ինչն է, բնակավայրը։ Ուրեմն այս հրեշտակը ուղղակի գուկա ուրգե, ուղղակի Աստուծո կովեն, ուղղակի։ Եվ որ Աստուծո կովեն գուկա կնշանակե որ հադուկ ինչ ունի փոխանցելի։ Բատկամ, հադուկ բատկամ ունի սիրելիներ։ Հիմա այստեղ Հովանես Արաքյալ սիրելիներ եւ որ գտեսնի այս հրեշտակը որ երկինքեն գուկա նաեւ սիրելիներ գխոսի հրեշտակին գարգ հատկանիշներու մասին դեսեք ինչ կսե անիգա մեծ իշխանություն ուներ շատ հետաքրքրական է սիրելիներ այս ամբողջ հայտնություն ովանու կրկի մեջ իշխանություն հունարնով էքսուսիա գգոչվի երբեք ոչ մեկ հրեշտակի մասին չսվիր որ իշխանություն ուներ բայց այս հրեշտակը սիրելիներ հատուկ իշխանություն ուներ ինչու որովհետև աշխարհի վերջի մասին է խոսքը եւ այն Բաբելոնի մասին է որ քաղաքական ու տնտեսական համագարկին ինչը պիտի ավեդի աշխարհին անգումը գործանումը վերջ սիրելիներ այլևս չկա ժամանակ եւ այս հրեշտակը մեծ իշխանությամբ կուքա դուք լավ իմացեք որ ովև մեկ հրեշտակ առանց Աստուծո գոմե իշխանությունը ստանալու երկրի վրա ովև մեկ բան չի գրնարնել նույնիսկ չար ոգիները նույնիսկ թևերը հստակ է նույնիսկ թևերը պետք է որու արտոնություն ունենան որու թույլտվություն ունենան Աստուծո նույնիսկ սատանան չի գրնար ոչինչ անել սատանան չի գրնար Աստուծո թույլտվությունը գունենա միայն արտոնություն այլապես ոչինչ կնանել որովհետև ամեն իշխանություն որու կպատկանի Աստուծո ասիկա մեկ երկրորդ եւ իր փառքեն երգիրը ինչ եղավ լուսավորվեցավ սիրելիներ դեսեք որքան հզոր է որ արևի լույսեն ջարակայքեն ավելի զորավոր լույսով Եվ որ գհայտնվի ամբողջ երկրի անգույները ինչ կլան գլուսավորվին բայց իր լույսը ավելի զորեղ է քան արեքագի լույսը չէ որովհետև ինչ լույս է իր լույսը Աստուծո լույսը ինչու Աստուծո լույսը որովհետև որուկով են գիչն է Աստուծո հիշեցեք Մովսես երբ Սինա լեռան վրա ելավ եւ Աստուծո հետ թեմ արդեն խոսեցավ Եվ որ Մովսես իջավ, ժողովուրդը ինչ եղավ Մովսեսեն, վախցավ։ Ինչու վախցավ։ Որովհետև Մովսեսի թեմքը լուսավոր գփայլեր, լույս, շատ զորեղ լույսով գփայլեր։ Ելից կրկի մեջ կգարտանք սիրելներ 34-րդ գլուխը։ Եվ անոր համար խնդրեցին ժողովուրդը, որ չվախնան Մովսեսը տեսնելու համար, ինչն է Մովսեսի երեսը։ Երեսը քողով ծածկե, շղարշ տնե։ Բայց եւ որ Մովսես դաբանագի ուխտի դաբանագի մեջ կմտներ, վրանի մեջ կմտներ Աստծո հետ խոսելու, գահաներ, Աստծո հետ թեմած խոսեր։ Բայց եւ որ ժողովրդին թեմած կելեր գծածկեր։ Դեսեք սիրներ։ Անոր համար Դանիել Մարգարեն 13-րդ գլխու մեջ կգարտանք Դանիելի, որ եւ որ գտեսնե մերելներ, որոնք հարություն գարնեն, այդ ժամանակ 13-րդ գլխու 3-րդ համարի մեջ կսվի, որ հանգարց արդարները Ինչերու պես պիտի փայլին Հավիդյանս Հավիդենից, աստղերու պես, երկնքի մարմիներու պես պիտի փայլին, ժողովուրդ ջան, երկնքի մեջ այլևս պիտի չսես, որ աչքիս տակը սև է մեկապ մասխարա կսեմ, ուրախություն ցեզի գիներ, երկնքի մեջ մեկապ չգա, մազ ներգել չգա, ամեն արդարները, ասալսեմ, Նայեցեք, որ երկինք մտնեք,
Նայեցեք, որ այս երկրի վրա Աստուծո ջամփու մեջ ապրիկ, որտեղ երկնքի մեջ լուսավոր պիտի փայլին։ Ամեն մեկս։ Մեկը պիտի չսե, որ գնջիրներս շատ ծեր են, երտամ բոթաքս ընեմ, բաննեմ։ Չիգա դանք բան։ Որտեղ հիմա այնքան բոթաքսված են գիները, որ ամենքն ալ իրարու կնմանին։ Չես գիտեր, որ գխնտա, չես գիտեր, որ գուլա, ամենքն ալ նույնն անման, կլոն։ Իմ գյանքս նայցեք, բնական, օրգանիկ։ Սիրելիներ, հրեշտակը, որ իր փառքով կհայտնվի, լույսով, հիշեցեք, որ երբ պիտի կա հրեշտակ, երբ պիտի հայտնվի, աշխարհի վաղճան ինչ է, ներին ժամանակ եւ որ լրանա։ Ներին ժամանակ ամբողջ աշխարհի մեջ ինչ պիտի լա։ Խավար։ Ները խավար պիտի բերե, որտեղ աշխարհի մեջ մեղքը ինչ կբերե։ Խավար։ Մեղքը մթություն է։ Ամեն մեկս մեկ հատ քննենք մենք մեզ։ Իսկապես, երբ որ մեղքի մեջ ենք, ինչի մեջ ենք։ Մեր հոգին ինչի մեջ է։ Խավարի մեջ ենք։ Ճիշտ է, համաձայն եք։ Բայց երբ որ սիրելիներ գխոստովանենք մեր մեղքերը, երբ որ Քրիստոսի մարմինով արյունով գաղորդվենք, ինչ կսկանք։ Լուսավորված, թեթևացած, ազատված, ուրեմն մեղքը խավար է եւ ըստրգություն։ Խավար եւ ըստրգություն։ Իսկ Քրիստոսի բերածը ինչ է։ Լույս եւ ազատություն։ Տեսեք այս մասին Պողոս Արաքյալ շատ սկանչելի գխոսի Եբրայեցիներու նամակի 2-րդ գլխու 14 եւ 15 համարներու մեջ։ Ինչու համար Քրիստոս մարդացավ։ Ինչու։ Լավ լսեցեք։ Արդ, քանի որ այս զավակները մենք մարդիկ ենք, մարմինով ու արյունով, Քրիստոս ինքն ալ անոնց նման եղավ, մեզի նման եղավ, հաղորդագից անոնց մարդկության, մեր մարդկությունը իր վրա առավ, Քրիստոս որ Աստված էր, որբեսի իր մահով Քրիստոս ոչնչացնե սատանան, որ մահվան իշխանություն ուներ եւ ազատագրե անոնք, որոնք իրենց ամբողջ կյանքը մահվան վախովը գանցնեին ըստրուգներու պես։ Մահը վախ կբերեր եւ մենք ըստրուգ էինք սատանային։ Քրիստոս ադորամար մեր մարմինը առավ, խաչվեցավ, որբեսի մեզ ազատագրե եւ լույսին բերե։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Անցնիմ երկրորդ համարի սերդողության։ Հրեշտակը հզոր ցայնով աղաղակեց. Ինգավ Բաբելոնը։ Հիմա պիտի հարցնեք հայ բարտև ինչի կբորանը, որովհետև հրեշտակը հզոր ցայնով աղաղակեց։ Դեր այս ցայնը ոչինչ է, հիմա պիտի բացատրեմ այս ցայնի մասին։ Ինգավ մեծ Բաբելոնը, եւ բնակավայր եղավ թևերու, եւ արկելարան ամեն տեսակի բիղձ ոգիներու։ Փանդ եղավ բոլոր անմաքուր թրջուներուն եւ անմաքուր ու ադելի կազաններուն։ Սիրելիներ, նախ եկեք Աստուծո անմիջական ներկայությունն իջնող հրեշտակին ցայնի մասին խոսենք։ Ինչպիսի ցայն ուներ։ Հզոր։ Նայեցեք արդեն մեր հայրենի մեջ բառը հզոր, զորավոր, հուժգու, ուժգին։ Եվ սիրելիներ, ասկերաչ ես սեզի խոսած եմ Աստուծո ցայնի մասին։ Հարցում Հայաստանի մեջ, Ամերիկայի մեջ շատ չեմ լսած, բայց Հայաստանի մեջ շատ հզոր որոդումներ գլան։ Գիշեք, ամոր Հայաստանեն է։ Եղած եմ ես, օրմը ջամփան կալածենը այնքան հզոր երկրաշարժ եղավ, որ Սուպրիկո լուսավորիչ մտա, ես գիշեմ բանի եկեղեցին Երևանի մեջ Սուպրիկո լուսավորիչ, բայց ինչ Եկեղեցին բادرը ցնցվեցան, սկսան ցնցվել, աբագիները ցնցվել, բի բայտին այդքան հզոր են։ Եթե սիրելիներ որոդումին ցայնը, որ ընդհանրապես Աստուծո ցայն կգոչվին սուրբ գիրքի մեջ, Աստուծո ցայնը, գիտեք ինչ հզոր է։ Աստուծո ցայնի մասին խաղապար, բարձ խաղապար ունենալու համար ցեզի գարտամ 29-րդ Սաղմոսը։ 3-9 համարները։ Ցերկով արցնակրեցեք 29-րդ Սաղմոս 3-9 համար։ Դավիթ մարգարեն նայեցեք Աստուծո ցայնի մասին ինչ կսե։ Դիրոջ ցայնը ճուրերուն վրա գտնտա։ Հարցում ճուրերը ինչի մասին է խոսքը։ Ժողովուրդներ, ապրիկ։
Մեր փարավոր Աստվածը ինք գորոդա որոդումի պես։ Անոր ցայնը ձովերուն վրա գդիրե։ Դիրոջ ցայնը ահարգու է եւ մեծափար։ Տեսեք փարերը որ գործած է Դավիթ մարգարեն։ Անոր ցայնեն գգոդրդին ծառերը, գգոդրդին մինչև իսկ Լիբանանի մայրիները, արզի ծառերը։ Անոր ցայնեն Լիբանանի լերները հորտերու պես գծած կրդեն։ Հերմոնները գծած կրդե վայրի ծուլի ցակին պես։ Դիրոջ ցայնեն փայլակ շանտ գծայդե։ Անոր ցայնեն անաբատ իսկ թողա, նույնիսկ գատեշի անաբատը գսարսի։ Դիրոջ ցայնեն գաղնիները գսարսին եւ անդարին դերևները գտապին։ Տեսեք որքան հզոր է դիրոջ ցայնը։ Եվ ահա սիրելներ, այս ռեշտագը կանը որ դիրոջ կոմենգուկա, ինչպես որ անոր լույսը գդարածվի ամբողջ երկրի մեջ, այնպիսի ցայնով գսե որ իր ցայնը հասնի ուր։ Ամեն ուրեք, ամեն դեղ։ Ահա երկրի 4 կողմերը պիտի հասնի անոր ցայնը։ Եվ ինչ աղաղագեց, ինչ ըսավ հզոր ցայնով։ Բարձր։ Ավելի բարձր։ Գիտեք ինչպես գինակոր, այն երեխային պես որ հազիվ գինա, ինգավ, ասեք, վայ, հա, ճիշտ այդպես, այո, աբրիկ, ինգավ Բաբելոնը, լավ, ժողովուրդ ջան, մենք 14-րդ գլխու 8-րդ համարի մեջ 14-րդ գլխու 8-րդ համարի մեջ տեսած էինք, որ ռեշտագը սավ, սկիզբեն արդեն հայտնեց, որ ինգավ մեծ Բաբելոնը, ան որ բորնգության փառքինի են արբեցուց բոլոր ժողովուրդները։ Բայց այստեղ ռեշտագը հավասիկ վերջնականորեն եւ ամբողջական գործանման մասին գխոսի Բաբելոնի։ Եվ հարցում սիրելներ, երբ որ գսե Բաբելոնը ինգավ, գխոսի անցյալի Բաբելոնի մասին։ Անցյալի Բաբելոնը չկա այլևս, այո։ Անցյալի Բաբելոնը ինգավ։ Այն Բաբելոնը, որ կերևարեց Աստուծո ժողովուրդը, այն Բաբելոնը, որ Սողոմոնի տաճարը կանթեց, ինգավ այդ Բաբելոնը։ Եվ նաև սիրելիներ, Հովանես Արաքյալին ժամանակ, եւ որ հավատացյալները գարտային այս խոսքը ինգավ Բաբելոնը, որու մասին կհասկնային։ Հռոմի մասին, ճիշտ է, որովհետև Հռոմի ժամանակ իրենք կհալածվեին քրիստոնյաները։ Եվ հետևաբար Հռոմի մասին կհասկնային։ Բայց խոսքը միայն Հռոմի մասին է, ոչ, այլ ինչի մասին է։ Բոլոր ժամանակներուն, նորեն գրտություն գլասիլներ, բայց հիշեցնեմ, բոլոր ժամանակներուն Աստուծո ընտիմացող համագարկին գարավարությանց քաղաքներու մասին է ու մանավանդ ներին ժամանակ երբ որ թշպախտապար գրոնական եւ դնդեսական այս համագարկները պիտի միանան ներին ծառայելու եւ ները պիտի դառնա դիրագալ ամբողջ աշխարհին եւ ահա սիրելիներ այդ ժամանակ պիտի գործանի եւ ինչպես որ սիրելներ Հռոմներ մեղքի քաղաք ինչպես որ Հռոմը գայստրի բաշտամունք գբարդատրեր բոլորին ահա սիրելներ ները պիտի բարդատրե որ մարդիկ զինք բաշտեն որպես ինչ որպես Աստված որպես Տեր որպես Փրկիչ եւ ահա սիրելներ այդ ժամանակ ներս պիտի գործանի ասկարած սեզիսած եմ չէ եղած ամբողջ աշխարհի ստեղծագործության մեջ որ Հիսուս բարդված է եւ միշկոմեն չէ եղած երբեք աշխարհի ստեղծագործությունը մինչեւ այսօր եւ մինչեւ գործանումը որ սատանան հաղթե չէ եղած պիտի չլա բարձաբես որ սիրելներ որքանալ չարը հարաճանա եւ ցույց տա որ ինք հաղթած է գիտեք ինչի կնմանի ֆիլմերուն գինոներուն որ գտեսնես որ չարը զորացավ եւ դեսնես որ այլևս բարին բարդվեցավ բայց գինոյի վերջավորության ով գախտե բարին ճիշտ այդպես է սիրելներ չարը որքանալ զորանա բայց իրականության մեջ նայեցեք երբ որ Հովանես Արաքյալ նույնիսկ Հռոմի մասին որ գմտածեր որ ինգավ հարցում
Հովանեսի ժամանակ ռոմեական գայստրությունը ինգած էր, ոչ, երբ ինգավ ռոմեական գայստրությունը, Հովանես Արաքյալեն 400 տարին վերջ, բայց այնպես գներգայացնե, որ արդեն իսկ ինչ է, ինգած է, ինչու, որովհետև ժողովուրդ ջան, լավ լսեցեք, Աստված ինչ որ որոշեր է Բաբելոնի համար, արդեն իսկ կներգայացվի որպես ինչ գադարված, որպես գադարված, հետևաբար իմացեք, որ չարը որքան իր չարության մեջ հարաճանա, Բաբելոնի ջագդակիրը որոշված է, վճռված է, Բաբելոնի թադաբարդությունը վճռված է, ինչ գործանում, պիտի գործանի, նայեցեք, այստեղ արդեն ինգավ, չսեր, բիդինա Բաբելոնը, չէ, այլ ինչ, ինգավ, այսին գադարված վերջացած, լավ իմացեք, ները եթե հայտնվի այսօրալ, որքանալ աշխարհի մեջ զորանա, որքանալ սուտ եկեղեցի էլ է, սուտ գրոն էլ է, որ ներին ծարայ է, սակայն վերջավորության ինչ պիտի լա, վճռված է, որ ները ինչը լա, գործանի, սիրելներ, գործանի, վճռված է ասիգա, վերջ, և հետաքրքրական է գարկը մեկնիչներ, այստեղ երկու անգամ ինգավ գսե, չէ, այս երկու անգամ ինգավի մեջ գիտեք ինչը կտեսնե, Բաբելոնի երկու մասերը, այսինքն մեկ մասը սուտ գրոնական Բաբելոնը, մյուս մասը դնդեսական Բաբելոնը, այսինքն այն համագարկը նախ, որ սուտ գրոնքե գազմված է և այն համագարկը, որ քաղաքական ու դնդեսական Բաբելոնն է, անոր համար գսե երկու անգամ ինգավ, և որ մենք 6-րդ համարը հասնինք, այնտեղ 6-րդ համարի մեջ տեսեք ինչ կսե Աստված, Դուք ալ Բաբելոնի հադուցեք այնպես, ինչպես ինք վարվեցավ ցեզի հետ, գրգնաղբադիգը դալով, ինչպես որ նայեցեք երկու անգամ ահավոր համագարկը ստեղծեց, մեղքի համագարկը ստեղծեց Բաբելոնը, գրգնաբադիկ իր բադիժը բիդեստանա, Աստված գսե գրգնաբադիգը դալով անոր իր կործերուն փոխարեն, այն բաժակը, որ պատրաստեց ցեզի համար, լեցուցեք զայն գրգնաբադիկ սաստկությամբ, բիդի ինա սիրելիներ աշխարի Բաբելոնը մեղքը, սակայն Բաբելոնի սիրելիներ թադաբարդությունը միայն անոր ավերումի և գործանումը բիդի չլա, այլ նայցեք ոստեղը շատ կարևոր բաներ գսվի, ինչ, Բաբելոնը բիդի լա փնագավայր ինչի, թևերու, սադանաներու, Բաբելոնի մեջ բիդի աբրին ովքեր, սադանաները, թևերը, չարվոքիները, demons, և նաև գսե արկելարան բիդի թարնա ամեն տեսակ բիղծ ոգիներու, նաև փանդ բիդի թարնա բոլոր ամմաքուր թրջուններուն և ամմաքուր և ադելի քազաններուն, հիմա այստեղ շատ կարևոր բաներ գուզեմ ցեզի բացատրել, անցյալին հրյաները գահավատային, որ թևերը, չարվոքիները, demonsները ուր գաբրեին, ոչ, անաբատներու մեջ, և հիշեցեք, որ Հիսուս սիրելիներ, չուրին դագ իրենց պնագավայրն է, սխալ չէ ադիգա, բայց գահավատային, որ երկրի վրա գտնվողներ ուր գաբրեին անաբատներու մեջ, և հիշեցեք սիրելիներ, որ Հիսուս երբ որ գսե, երբ որ չար ոգիմը թուրս կել է մարդու մեջ են, ուր գերտա, անաբատ, անչրտի վայրը գերտա գտապարի իր հանգստությունը գտնելու համար, Ղուգաս 11:24 համար, Ղուգաս 11:24 համար, հետո ետ կտարնա և որ դեղ չգտնե, մարդու մեջ կմտնե, գամ հիշեցեք սիրելներ, որ թևերը չարվոքիներ նաև գպնագին քերեզմանոցներու մեջ, հետաքրքրական է, այդպես կավադային նաև հրյաները, Հիսուս հադուկ կերբով որ իր աշակերտներուն հետ ուր կնաց Գալիլեայի զովեզերքին վրայեն կերկեսացներուն երգիրը և այնտեղ կնաց թեպի ուր թեպի քերեզմաններ որովհետև այդ քերեզմաններու մեջ գաբված կար ով լեգեոն այսինքն թևերու չար ոգիներու խումբը լեգեոն կնշանակե սիրելներ 6000 խումբ, որ մտած էին որու մեջ,
մարդու մեջ թիվահարված էր մարդը։ Եվ ադոր համար շղթաները գփշրեր։ Եվ որ Հիսուսի դիմաց եկավ, գիշեք չէ պատմությունը։ Ըսավ Հիսուս ինչ անունը, ըսավ Լեգեոն։ Եվ Հիսուս սաստեց եւ մարդու մեջ են դուրս անեց։ Հարցում հիմա ավելի լավ պետք է հասկանաք։ Ինչու համար ջկնավորները, առաջին ջկնավորները անաբատ կացին ջկնելու։ Ոչ թե որբեսի աշխարհեն փախչին, ինչպես որ ոմանք կսեն այսօր դժբախտաբար, հատկապես փոխական եկեղեցիները կսեն, որ անաբատ կացելը ինչու աշխարհեն փախեր են, վախկոտները կփախին։ Ոչ։ Անաբատի մեջ կացին ջկնավորները բայկարելու համար որոնց թեմ։ Թևերուն թեմ։ Եվ գարտացեք սուրբերու կյանքը։ Գարտացեք, որ անաբադի մեջ ովքեր գուքային փորձելու ջկնավորները։ Թևերը, չարվոքիները։ Նույնիսկ շատ ջկնավորներ քերեզմաններու մեջ ապրեցան երկար ժամանակ։ Ինչպես Սուրբ Անդոնը, ինչու՞։ Որովհետև այնտեղ գտնվեին ովքեր չարվոքիները եւ հալածեցին զանոնք, հալածեցին։ Այո, ֆիզիկապես ուրեմն նույնիսկ գարտանք սուպերու կյանքի մեջ չարվոքիները մարդոց գերեվեին, ջկնավորներուն գերեվեին օծի գերբարանքով, շուներու գերբարանքով, գնոջ գերբարանքով, այն բոլոր գերբարանքներով, որոնք գրնան սարսափ պատճառել։ Հիշեցեք, Սատանան Հիսուսի ուր հանդիպեցավ։ Անաբադի մեջ։ Ահա գտեսնեք սիրելիներ, որ այստեղ գսե որ Բաբելոնը ինչի պիտի վերածվի։ Թևերու ներկայության Բաբելոնը պիտի վերածվի թևերու ներկայության։ Եվ դա կրկնական է, նաև այստեղ գսե որ բոլոր ամմակուր թրջունները ում պիտի ապրին։ Գիտեք որ 5 դագարանի մեջ Աստված մաքուր եւ ամմակուր գենտանիներ նշանակեց, չէ՞։ Եվ Ղևդացիներուն 11-րդ գլուխը եթե գարտակ Ղևդացիս Լևետիկոս 13-ին 19 համարներու մեջ այնտեղ 20 թրջուններ գիշվին անմաքուր թրջուններ։ Ինչ են այս թրջունները անմաքուր, որոնք սիրելներ քիշադիչ թրջուններ են։ Արձիվը, ակրավը, ինչ գիտեմ, այո, ուրուրը եւ այլն, փազեն եւ այլն։ Այս բոլորը որոնք սիրելներ թրջուններ են, որոնք ինչ կուդեն, լեշ կուդեն, թիակ կուդեն, սադգած միս կուդեն եւ արյուն գխմեն։ Եվ ահա սիրելներ թրջունները, գիտեք ինչի խորհրդանիշ են այս թրջունները։ Չարվոքիներու, սատանային։ Հիշեցնեմ ցեզի։ Սերմնացանին արագը, որ Հիսուս բատմեց, եւ սա որ սերմնացանը իր ցերկի սերմը ցանեց, առաջինը ինգավ ջամփու ուրեմն չորցած եզրը։ Ովքեր եկան եւ գերան թրջունները։ Մատթեոսի ավետարան 10-րդ գլխու մեջ Հիսուս կբացատրե 31 եւ 32 համարներու մեջ ով են այդ թրջունները։ Սատանան։ Տեսեք ուրեմն երբ որ այստեղ ամմակուր թրջուններու մասին խոսվի, նաև ամմակուր քազաններու մասին իրականության մեջ խորհրդանիշ է ինչի։ Թևերու, չարվոքիներու։ Ները երբ որ աշխարհին մեջ կա, իր թակավորության, իր աշխարհա դիրության ժամանակ ովքեր սիրելներ արձակված բիլան աշխարհի վրա, չարվոքիները։ Ահա սիրելներ մեր բայկարը որոնց թեմ դիլա։ Անոնց սպանել չի, եթե ցևը գիտես թե ինձիս է զոքանչիկ ջան։ Անոնց այո։ Ուրեմն շատ ճիշտ բացատրեմ։ Ուրեմն չարվոքիները մեր շուրջն են մշտապես։ Եվ Հիսուս մեզի սորվեցուց անոնց թեմ անոնց մի ազատելու ցևը ինչ ագանջ չդալ անոնց խոսքին եւ ասել եդիս կնաս սատանա ասկարաչ օրինակը դված եմ նույն հիմա գսեմ Սուրբ Հովան ոսկեփերան հայրապետ կսե դու չես կրնար արկիլել թրջուներուն որ ծարի շուրջը չթարնան բայց գրնաս արկիլել թրջուներուն որ ծարիդ մեջ փույն չտնեն հա որտեղ օրինակ դբխ կտնես Պակցնելի կտնես, որվեսի պրնես, գամ թագարդ կլարես, այլ խոսքով չես արդոներ, որ պույնտն են։ Գսե Սուրբ Հովան ոսկեփերան, նույն ցևով գսե, չես կրնար արկիլեր, որ սատանան շուրջը չթարնա,
բայց կրնաս արկիլեր, որ մեջդ փույն չտնե։ Եվ ասիկա արդեն մեր հաղթանակն է, եւ որ գրնանք սիրելներ չարդոներ, որ սադրան փույն տնե, ուրեմն մեր հաղթանակն է։ Եվ հետաքրքրական է, որ թե Եսայի մարգարեի 10-րդ գլխու 19-22 համարներու մեջ գրնակ ցերկով գրել հետո գարտալ, թե Երեմիա մարգարե 50-րդ գլուխ, քիչ առաջ որ գարտացինք 10-րդ համար եւ նաեւ 39-րդ համար, այնտեղ գսվի նույն ցևով, որ բնակարան պիտի դառնա Բաբելոն, այսինքն այս մեղքի աշխարհը քազաններու, չայլամներու, այլ խոսքով թևերու, չար ոգիներու։ Եվ սիրելի քույրեր եղբայրներ, տեսեք հագարակ դարբերությունները։ Եկեղեցվո մեջ ով է որ կփնագի Քրիստոս եկեղեցվո մեջ Քրիստոս Սուրբ Հոգին Աստված, իսկ Բաբելոնի մեջ ով կփնագի չար թևերը, չար ոգիները։ Գտեսնեք սիրելիներ, նույն ցևովալ, երբ որ մենք դժբախտաբար գաբրինք սատանայի թուրք բանանք սատանային, որբեսի քա սիրելներ սատանա մեր մեջ կներփնագի։ Եղբայրներ եւ քույրեր, սատանան չի գրնար Սուրբ Երրորդության անունով գնկված մեկուն մեջ մտնել, եթե անձը սատանային թիմած թուր չփանա։ Եվ մեր ցերկն է, որ մենք սատանային թիմած թուր փանանք կամ ոչ։ Եթե սիրելներ մենք թուր փանանք, մեր կյանքի մեջ օրինակ անարակ կյանքով ապրենք, փամփասանքով ապրենք, արբեցողությամբ ապրենք, զրբարդությամբ ապրենք, զանազան մարմնավոր ու հոգևոր մեղքեր կործելով ապրենք, այդ ժամանակ թուր փածած կլանք, որ սատանան ինչն է, ներս մտնե։ Եվ ասեմ ցեզի, հեշտ չէ սատանային ազատելը։ Հեշտ չէ։ Եթե մեկը սիրելներ փամփասելու, չարախոսելու վարժեցուցած է իր բերանը, հեշտ չէ անգի ազատելը։ Եթե մեկը ինքզինք թմրեցուցիչի վարժեցուցած է, եթե մեկը արբեցողության ինքզինք վարժեցուցած է, հեշտ չէ։ Հեշտ չէ ազատելը, բայց անկարելի չէ։ Քու անձնական ուժովդ անկարելի է, բայց եւ որ խնդրես Սուրբ Երրորդության օգնությունը, անպայմանորեն գրնաս հաղթել, անպայմանորեն Աստուծմով գրնաս հաղթել։ Հավատացեք, որ ոչ թեղերով գրնակ հաղթել, ոչ գրնակ ոյ մեկ բանով աղոթքով, ձոմաբաղությամբ եւ Աստուծո խոսքերը գադարերով գրնանք հաղթել այս բոլոր դեսագի մեղքերուն, բոլոր սատանայի հարցակումներուն։ Անոր համար Հիսուս կսե, սատանան երբ որ մարդու մեջ են ելե, մարդը կբաքրվի, բայց երբ որ գտարնա, ետ կուքա։ Եթե չգրնա մտնել, ավելի ծանր չար ոգիները կբերե։ Բայց երբ որ թուն Հիսուսի անունով մաքրված ես եւ այլևս Աստուծո ջամփու մեջ գկալես, ջամփու մեջ են գկալես, ձոմաբաղություններ գնես, բայցողություն գնես, այս բոլորը գոքնեն, որ սատանան երբեք չկարողանա ինչն էլ մեջդ մտնել։ Անոր համար գսեմ միշտ, որ լուրջի արեք ամեն ինչը։ Այսօր սիրելներ, որքան քաղաքներ կան, որքան վայրեր կան, որոնք դժբախտաբար ներբնակված են չար ոգիներով։ Այդ ամենեն ահավոր վայրերը մեկը գիտեք ինչն է։ Night club-ներն են։ Քիշերային ակումբներն են։ Քիշերային ակումբները գիտեք ինչ են, ինչ վայրեր են։ Սատանայի փույն են։ Նաև ասեմ սիրելներ ուրիշ վայրեր, որը մեկ այդ վայրերը մեկ ես այցելած եմ տասնյակ տարի։ Փանդերն են։ Փանդերը, քաղուտները, այն փանդերը սիրելներ սատանայի վայրեր են, ջեյլերը։ Ինչու՞։ Որովհետև ամեն տեսակ մեղք կա այնտեղ։ Ամեն տեսակ բղծություն կա։ Ամեն տեսակ անօրենություն կա։ Ամեն տեսակ դրակ կա։ Ամեն տեսակ ամփարոյություն կա։ Ամեն տեսակ։ Ես աչքովս տեսած եմ այդ բոլորը։ Եվ որ չգարձեք, որ ես փանդարգված եմ, գերտայի փանդարգյալներուն, որբեսի անոնց Քրիստոսի մասին խոսեի։ Սիրելներ, շատ մեղքի վայրեր կան։ Շատ մեղքի վայրեր։ Դուք ցեզ մի տնեք մեղքի վայրի մեջ։ Հայրմերի մեջ ինչ կսենք, եւ մի դար ըզմեզ ի փորձություն, այլ փրկյա ըզմեզ
իջարեն։ Դուք ցեզ մի տնեք փորձության մեջ եւ նիսեք վերջ Աստծո դեր Աստված մեզ փորձության մի դանիր։ Փորձության վայրին հերու փախեք։ Հերու փախեք։ Սիրելներ, այն մի հրավիրեք ձեր դունը այն մարդիկը, որոնք անաստված են։ Մի հրավիրեք այն մարդիկը, որոնք դժբախտաբար փամփասող են, զրբարդող են, չարախոս են։ Մի հրավիրեք ձեր դուներու մեջ բերած, մի ենեք ընկերություն անոնց հետ։ Դուք ցեզ մատնած կլակ այդ բոլորին։ Որովհետև Բաբելոնը միայն սիրելիներ քաղաք չէ, Բաբելոնը նաև ամեն մեկը սկրնանք ըլլալ։ Այսինքն մեղքերով ներբնակվել, չար ոգիներով։ Եվ վերջին համարը սերդենք երրորդ համար, առակմը, որովհետև բոլոր ասկերը անոր բորոնգության փառք քինիեն խմեցին, արբեցան, եւ երկրի թագավորները անոր այդ բորոնգություններին, այս աշխարհի վաճառականները անոր անչափ զեխուտենեն անհամեմատ հարստացան։ Սիրելիներ, տեսեք, այստեղ գդրվի Բաբելոնի այս անգման ու գործանման բաժարը ինչու համար գործանեցավ։ Գսե, որովհետև ոչ միայն Բաբելոնը ինք մեղ գործեց, այլ բաժար եղավ, որ ինչը լան մարդիկ, որ ուրիշներ ալ քայտագին, որովհետև բոլոր ասկերը անոր բորոնգության փառք քինիեն արբեցան։ Այսինքն ինք ուրիշներուն քայտագության բաժար եղավ։ Ասկարաչը սիցեզի բորնիկը ոչ թե միայն մեղքը իր մեջ կբահե, այլ բորնիկը բաժար կդառնա ուրիշներու ընտանիքներու ինչին քայքայման, ուրիշ երդասարտներու կյանքի քայքայման, քայթագման, մոլորության։ Ահա սիրելիներ, տեսեք, բորոնգության մեղքը որքան ահավոր է, որովհետև մեղքը դու քո անձիդ վրա չես գործեր, այլ մեղքը կդարածես եւ ուրիշներ ալ կհրաբուրես, կքաշես, որբեսի իրենք ալ քեզի հետ մեղանչեն։ Այս Բաբելոնը աշխարհի համագարկը սիրելիներ, աշխարհասիրությունը այնպես մի դնե, որ պիտի ուրիշներուն ալ ինչ հրամցնե։ Քինին, բորոնգության քինին։ Տեսեք սիրելիներ, ահա որ բան է խմիչքը։ Եվ այստեղ քինի ցևով գխոսի արաքյալը կամ հրեշտակը գայտնե ինչու, որովհետև գաթիլը մեկը քինի խմե, այսինքն գաթիլը խմիչ խմե, եթե մանավանդ կոնտրոլ չի կրնարներ, գիտեք ինչ կբադայի։ Մարմինը ինչ կուզե, ավելի հաջորդը գուզե եւ հանգարց կտեսնե, որ արդեն իսկ ինչ եղած է, արբեցած է։ Մեղքը սիրելներ սատանան միշտ ասած եմ, ասանք գոդոշներով, բոչով, ցերկը մանկաղ ադանք պիտի չի հայտնվիր մարդոց։ Գսարսափին այլևս մարդիկ։ Ադորամար Բողոսարակյալ գսե լուսավոր ռեշտագի պես կուկա։ Եվ մեղքը սատանան մեզի չի ներկայացներ որպես վատ բամը, այլ շաքարի նման, քաղցր։ Ինչը սավ սատանան տրախտին մեջ, եւ այն ինչը սավ, չէ, Եվա, դու սխալ ասկցերես։ Ոչ թե ուդեկն է այդ փարի ու չարի գիտության ծառեն պիտի մեռնիկ, ոչ։ Ուդեկն է պիտի ինչի պես լակ, Աստվածներու պես պիտի լակ։ Եվ Եվան տեսավ ու գերավ։ Հիմա պիտեսեք Աթամի մեղքի ինչ էր։ Գիտեք ինչ էր։ Աթամ ներկա էր խոսակցության։ Աթամ ներկա էր սատանային եւ Եվային միջև եղած խոսակցության։ Եվ Աթամ գլուխն էր իր գնոջ, բայց գլուխ չեղավ, այլ ինչ եղավ, հնազանդ եղավ իր գնոջ։ Եվ որ գին իր համցուց, ինքն ալ գերավ։ Ադորամար դղամարտիկ չսեք, որ թուք Եվաներ մեզ խապեցիք, թուք ագանջ տվիք սատանային ու Եվային խոսակցության եւ մեղանչեցինք։ Անորամար ովևէ մեկը չի գնար փախչիլ սիրելներ։ Բադասխանադվութենեն չի գնար փախչիլ։ Եվ տեսեք սատանան անոր բարգեված հաջույքները այո սիրելներ գրնան ինչ բերել ժամանակավոր ուրախություն բերել։ Ուրախություն նայեցեք ինչ կսե փարքինիեն արբեցան եւ երկրի թագավորները անոր այդ բորոնգություններին ուրախացան։ Այս
բորոնգությունը սիրելներ եւ ֆիզիկական մեղքի մասին է, բայց մանավանդ հոգեվոր բորոնգության մասին է։ Ինչ է հոգեվոր բորոնգությունը? Հերացան Աստուծմե։ Հերացան Աստուծո պատվիրաններեն եւ սկսան գուրքեր բաշտել, սկսան սատանան բաշտել։ Եվ անիգա ուրախություն պատճառեց իրենց, բայց իրենք դժբախտաբար այդպիսով Աստուծմե հերացան։ Աշխարհը, նայեցեք, ով որ աշխարհը գսիրե, ով որ աշխարհային հաճույքները գսիրե, Աստված չի սիրեր։ Այս մասին քանի մը խոսքեր գուզեմ գարտալ Սուրբ Գիրքեն, արցնակրեցեք առաջին Հովանու նամակի մեջ, երկրորդ գլուխ, նախ 15 եւ 16 համարներ։ Գսի առաքյալը. Մի սիրեք աշխարհը, ոչ ալ աշխարհին հադուկ ովևէ բան։ Ով որ աշխարհը գսիրե, հոր Աստուծո հանդեպ սեր չունի իր մեջ։ Խոսքը սիրելներ այս աշխարհի մասին չէ, այլ ինչի մասին է։ Աշխարհային հաճույքներու, մեղքերու մասին։ Շարունակությունը լսեցեք։ Որովհետև աշխարհին հադուկ բաներն են։ Առաջին, մարմնի ցանկությունը, երկրորդ, աչքին տեսած ունենալու ցանկությունը, եւ երրորդ, երկրավոր ինչերով հարստանալը, հբարտանալը, որոնք հորմեն չեն կար, այլ այս աշխարհեն։ Եվ Հակոբոս դիարնեղբայրը դեսեք ինչ կսե իր նամակին 4-րդ գլխու 4-րդ համարի մեջ։ Գսե անհավատարիմ մարդիկ, չեք գիտեր որ աշխարհին այդ բարեկամություն ընել, Աստուծո թշնամություն ընել կնշանակե, որովհետև ով որ գուզե աշխարհին բարեկամ ընալ, ինքզինք Աստուծո թշնամի կդարձնե։ Հիմա եկեք ամեն մեկս մենք մեզի հարցան, որու բարեկամ ենք ավելի։ Ինձ մի պատասխանեք։ Աստուծո բարեկամ ենք, թե ոչ աշխարհին։ Ավելի սիրելներ աստվածասեր ենք, թե աշխարհասեր։ Ամեն մեկը թուք ցեզի պատասխան տվեք։ Ամեն մեկս մենք մեզ քննենք, տեսնենք, որ ինչ կա մեր մեջ աշխարհասիրություն, որ մեզ Աստուծո մեկ երացնե, որ մեզ բորնիկ կդարձնե հոգևոր իմաստով։ Եվ սրբակրենք, քանի որ ուշ չէ, ինչ կա մեր մեջ թերություններ, ինչ կա մեր մեջ մեղքեր։ Ամեն տեսակ բանի մասին է, խմիչքեն, ձխախոդեն, թմրեցուցիչեն, փամփասանքեն, զրբարդութենեն, վիժումեն, ամեն տեսակ մեղքի մասին է խոսքս, ամեն տեսակ։ Տրամասիրութենեն, նյութաբաշտութենեն, հաճույքներեն, ինչ կա։ Եվ տեսեք սիրելներ, Բաբելոնը, որու մասի խոսեցան, ինչպես զարտարված էր գարմիր, ձիրանե, ոսկիներով եւ այլն։ Այսօր սատանան ինչ կսորվեցնե, աշխարհը ինչ կսորվեցնե մարդոց։ Գեր, խմե, բարգիր, քեֆր է։ Այս կսորվեցնե աշխարհը։ Ահա, անոր համար սիրելներ թակավորները բորընգացած էին հետը։ Անոր համար նայեցեք վաճառականները գսե, այս աշխարհի վաճառականները անոր անչափ զեխութենեն, ինչ կնշանակե զեխություն։ Զեխություն կնշանակե ամեն տեսակ բղծություն։ Այսօր ինչ կսե աշխարհը երիտասարդներուն, ազատ ես ուզածը դրե, բաբայիդ մամայիդ ագանչ մի գախև։ Ինչ որ տուն ճիշտ կնկատես, ըրե։ Այս աշխարհը այսօր երիտասարդներուն գիտեք ինչ կսորվեցնե։ Եսագետրոնություն, անձնասիրություն, հանձնաբաստանություն, որ տուն, ես, այս self գոչվածը, selfie, ամեն ինչը, քո անձդ, կարևոր չէ հայրդ մայրդ, կարևոր չէ Աստուծո օրենքները, քո անձդ, ինչ որ տուն գուզես անիգա արե։ Եվ այսօր սիրելներ աշխարհը անիգա ինչ կնե, գորինականացնե, այսօր հորդ մորդ վրա գրնաց տուն ինչ կանչել, ոստիկան, պոլիս կանչել, ոստիկան կանչել, հորդ մորդ վրա, այդքան սիրելներ աշխարհը բղծության գարաչնորդ է մարդիկը, անոր համար Հովանես Արաքյալ գսե, նույն դեղը որ գգարտայի քիչարաչ առաջին Հովանես, երկրորդ գլուխ քիչաչ կարտացի 15 եւ 16 համարները 17-րդ համարի մեջ նայեցեք ինչ կսե։ Քիցեք սակայն աշխարհն ալ գանցնի, աշխարհային ցանկություններն ալ բայց Աստուծո գամքը գադարողը ինք Հավիդյան գմնա։ Սիրելներ Բաբելոնը գմարմնավորե շարը։ Եվ ինչ որ չար է, սերային ամբարոյություն, գրաբաշտություն, ակաություն, ամեն ինչ։ Եվ մարդ գրնա նայեցեք, մեկը թող չսե որ ես աստվածաբաշտ եմ, բայց մյուս կողմենայեմ աշխարհը գսիրեմ, հաճույքները գսիրեմ։
Մեկը չի գրնար Հիսուսը սավ, չէ, մարդ չի գրնար երկու դերերու ծառայել։ Կամ մեկը գսիրե, մյուսը գադե, կամ մեկը գարկե, մյուսը կամ բադվե։ Եվ Հիսուսը ստա գսավ, մեկը չի գրնար զաստված եւ տրամը սիրել։ Չի գրնար։ Մատթեոս 6:24։ Ամեն ինչը սիրելներ իր ուրեմն բադասխան ունի սուրբ գիրքի մեջ։ Մեկը չի գրնար մարմնավոր կյանքով ապրի լսե որ հոգևոր եմ։ Չեն կրնար հավատացյալ եղբայրներ եւ քույրեր 2-30 ունենալ։ Չեն կրնար թուք գիրագի օրերը հավատացյալը լալ եւ շաբթվա մնացյալ օրերուն անհավատի պես ապրիլ։ Ճիշտ ինչպես որ անցյալին մեր մեծ հայրեր, մեծ մայրերը երկու հագուստ ունեին։ Մեկը կգոչվեր կորձի հագուստ, մյուսը կգոչվեր գիրակնորիա հագուստ։ Գիրակնորիա հագուստը գակվեին գիրագի օրերը, կորձի հագուստը գակվեին շաբթվա մնացյալ օրերուն։ Իսկ այսօր ավելի վհավոր է։ Գիտեք ինչու։ Որովհետև այնքան հագուստներ ունենք որ այնքան թիմակ ունենք որովհետև այլևս։ Այնքան թիմակ ունի մարդը այսօր։ Դարբեր ծևերով կներկայանա մարդոց։ Եվ աշխարհը սիրելներ այդ է որ կբանջե։ Հռոմեացիներուն նամակի 8-րդ գլխու մեջ 5-8 համարներ Բողոս Արաքյալը ստակ կերպով գսե ով որ գսե մարմնավոր ծևով գաբրի Աստուծո թշնամի է։ Աստված չի հաջիր մարմնավոր ծևով աբրողներուն։ Եվ ինչպես որ Պապելոնը գործանեցավ կամ այսին պիտի գործանի անշուշտ, այդպես ալ սիրելներ ան որ Բաբելոնի բես գաբրի այս կյանքի մեջ անիգա պիտի գործանի։ Եվ ըսկուշը լանք Բաբելոնի բորոնգության փառք քինիեն լեղի անոր քինին սիրելներ քաղցր բերնիտ մեջ քաղցր է բայց փորիտ մեջ օշինտրի նման է արագած գիրքը գսե թույնի նման է չլավոր հանգարց մեղքերը սիրելներ մենք ընդունենք մեր կյանքի մեջ եւ Աստուծմե հերանանք ճշմարտաբար աշխարհը սիրելներ նայեցեք այսօր հարստություն կխոստանա մարդոց ամեն ինչ հարստություն մեղքերու տրամի նյութականի եւ այդ պատճառով ալ որքան ընտանիքներ կգործվին մեկած նորեն բադահական օրեն թիմացս փամի ելավ դեսահոլովակը դղամը հարուստ դղամը ուրեմն մարդոց մեջ կկալե եւ հետեւյալը գտեսնեի զույգեր երդասարդ զույգեր մեկ երդասարդ զույգի մոդեցավ սա որ եթե քեզի $100 դամ ընկերուիդ ինձի գամ գինը թե ինչ է նշանածը թե մեկը սավ նշանածը մյուսը գինը մեկը սավ ընկերուիս է ամեն մեկուն ուրեմն դարբեր սա որ գինը կամ նշանածը թե այլն ինձի գուդաս եթե քեզի $100 դամ սա որ անգարելի է սա որ եթե $1000 դամ մեկ վարքան լրություն դիրեց արդեն լրությունը ինչ կնշանակե համացայության նշան չէ սավ չէ սավ եթե $10,000 դամ մարդը սավ այո գնտունիմ գինը աբիացավ սավ $10,000 ինձ ծախեցի էր Սա $10,000 է։ Եվ այսպես սիրելիներ, եւ ուրեմն այդ դեսահոլովակի մեջ այս հարուստը քանի զույգերու մոդեցավ այսպես։ Եվ ոչ միայն երդասարդ զույգերու, այլ նաեւ մեծահասակ զույգերու։ Եվ շատ քիչեր գտնվեցան, որ իրենց գինը չծախեցին։ Եվ եղավ որ գիներուն հարցուց դղամարդու համար, գիներն ծախեցին իրենց դղամարդիկը։ Հա, այսին մի ուրախանակ միան դղամարդոց մասին չէ։ Բայց սիրելիներ, այսօր եթե մեկը գինը գծախե, կամ եթե դղամարդը գծախե, իր լացելու բան է, իսկապես, իր հայրենիքն է գծախե։ Մեր հայրենիքի մեջ ընտրությունները նոր վերջացան։ Որքան սիրելիներ ծախվեցան մարդիկ, որքան գաշարագերություն եղավ, կամ որքան գաշարագություն եղած է ամբողջ աշխարհի մեջ, եւ մինչեւ այսօր գլան։ Ոչ միայն ընդրությանց ժամանակ, այլ նույնիսկ թադավորներ, թադերու ժամանակ, հա? Այս բոլորը գիտեք ինչ են։ Բաբելոն, խառնագություն,
Սատանայի խառնագություն։ Եվ հետևաբար սիրելիներ, տեսեք այս նույն թակավորները, նույն վաճառականները, որ գտեսնեք այստեղ, գիտեք ինչու անհամեմատ հարստացան, անհամեմատ հարստանալ ներին ժամանակ, Բաբելոնի ժամանակ, գիտեք ինչ կնշանակե։ Կնշանակե, որ իրենց վրա այս վաճառականները ինչ արած են։ Սատանային ինչը։ Գնիկը տրոշմը, որովհետև 10-րդ գլխի մեջ, 17-րդ համարի մեջ մենք տեսանք Սերդածադենը, որ սատանային գնիկը ով որ չունենա, չի գտնար ինչ ունել։ Արևդուրն էլ։ Ուրեմն ասում որ հարստացած են, կնշանակե որ ինչ արած են իրենց վրա։ Գնիկը արած են, տրոշմը արած են սատանային։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, սատանան այսպես կհամոզե մարդիկը, որ գուզես հարստանալ։ Գուզես հարստանալ։ Իմ գնիկը սպիդարնես, իմ տրոշմս, այսինքն ինձի մի ծառայես, իմ գամքը սպիդարնես։ Ինչպես որ փանդարգյալներս մեկը սիրելներ, ինձի կպատմե, գսե որ սատանային ասի, ինձի գսե, այնպիսի զորություն դուր, որ մեկը չգրնա ինձ ախտել։ Սատանան գսե խոստացավ մեկ պայմանով։ Սա որ սատանան թիմացս կանգնեցավ սենյակի մեջ։ Այս տղան կպատմե ինձի։ Եվ սա որ քեզի կզորացնեմ ասավ մեկ պայմանով։ Հոգիդ ինձի պիտի ծախես։ Եվ ես կսե այս տղան հոգիս իրեն ծախեցի։ Եվ գսե ատկե վերջ կսե ոչ ոք թիմացս կրծավ գանկնիլ։ Նույնիսկ այս տղան իր հորը մորը թանագով գդոր հրացեր։ Թանագով։ Եվ ինչու եղավ այս խոսակցությունը, գիտեք, փանդ մտա, այս երդասարտինքով վտանգավոր փանդեր կմտնեի, փանդ մտա, այս երդասարտը բռնեց ինձի ջզմեց։ Եվ երբ որ ջզմեց, այսին ցույց տվավ, որ ինքը ինչ է, հզոր, ուժեղ է։ Այդ ժամանակ, այդ վարգանին, ես իրեն բռնեցի և սրտիս մեջ են ասի, դեր, զորություն դուր ինձի, որ իրեն սեղմեմ։ Եվ ես իրեն սեղմեցի։ Այնքան սեղմեցի, որ այս տղան ցերկերուս մեջ են փախավ արչի զորություն ունիս տուն, բայց խոստովանիմ, մեկ ամիս ամբողջ ոսկորները ստավեցան։ Բայց այդպեսով աչքը գդրվեցա, որ ես իր մեզ զորավոր եմ։ Բայց իրեն բացատրեցի, որ ասի իմ զորությունս չէ, այլ Աստուծո զորությունն է։ Ուրախն ուր այն է, որ այս տղուն հետ այնքան աշխատեցա, որ այս տղան ապաշխարեց, վանական դարձավ։ Վանական դարձավ։ Երևակայեցեք։ Աստված հզոր է սիրելներ։ Աստված անգարելներուն Աստվածն է։ Եթե մարդ իսկապես եւ բայց ասեմ, շատ թյուրին չեղավ այդ տղուն կյանքը։ Չեղավ թյուրին։ Սատանան ամեն վարգան հալածեցինք, ամեն րոպե, մինչև վանական դառնալ եւ այսօր ալ, բայց ամեն անգամ իրեն կզորացնեմ, ասելու համար որ հիշե որ Աստված քեզ հետ է, հիշե որ ուր է իր Աստված ուր բերավ։ Որովհետեւ Սատանան չուզեր որ իր ցերկեն երթա։ Եվ սակայն այս տղան հիմա Աստուծո զորությամբ փառք Աստծո կբայկարի։ Եղբայրներ եւ քույրեր։ Հիշեցեք որ Սատանան ամեն ինչ կխոստանա, ամեն ինչ միայն թե պետք է իրեն ինչն ես երկրբակես։ Գիշեք անաբադի մեջ Հիսուսին ինչ ցույց տվավ Սատանան։ Ամբողջ աշխարհի թակավորությունը եւ ինչը սավ այս բոլորը ինձի կպատկանին քեզի գուդամ։ Մեկ պայմանով ինձի երկրբակի ու բաշտե։ Եվ Հիսուսին չսավ իրեն եդիս կնա Սատանան։ Սիրելներ այսօր Սատանան այսպես կնե։ Այսօր Սատանան այդպես կնե բոլորիս։ Աշխարհի հարստություն, գուզես հարստանալ։ Այսպես կսե Սատանան մեզի։ Գուզես ուժովնալ, գուզես բարձրլալ, գուզես դիրքեր նվաճել։ Դու միայն այոս ես Սատանային։ Անմիջապես կլսես պայմանը։ Ինձի երկրբակ է, ինձի պաշտ է։ Եթե դու այոս ես, դու գտարնաս Բաբելոն, դու գտարնաս Անաբադ, դու գտարնաս թևերու բնակավայր, թիվահար։ Եվ Սատանան ինք իշխայլվս քեզի, եւ դու կգործընծնես քո լույսդ, քո ազատությունդ եւ գտարնաս խավար եւ ստուգ։ Եղբայրներ եւ քույրեր, գուզեմ ավարտել այս կանով ցեզի գոչ ուղելով որ
երբեք սատանայնական չդակ, որովհետև սատանային վախճանը որոշված ու վճռված է, անգում է, ան որ սատանային գետևի, անոր հետ ինչ պիտի լա, պիտի գործանի, իսկ ան որ մինչև վերջ հավատարիմ կմնա Տիրոջ, պիտի փրկվի։ Հետևաբար եղբայրներ եւ քույրեր, եկեք խոնարեցնենք մեր անձը, խոստովանենք մեր մեղքերը, մեր թերությունները Տիրոջ դիմաց բերենք եւ ասենք. ով Հիսուս հայրիկ, ես թերություն ունիմ փամփասելու, զրբարտելու, մարմնավոր մեղքեր կործելու, արփենալու, խմելու, ձխելու, թմրանյութ կործածելու, մաքրե ինձի դեր, զորացուր ինձի, որ հաղթեմ սատանային քու զորությամբ եւ քեզի օրհնյալ զավակը լամ, քու փառքիդ համար, ամեն։ Եկեք խոնարհենք եւ աղոթք բարձրացնենք ու դեր ողորմիա երկենք եւ խնդրենք, որ Աստված մեր ասկինալ հայոց ասկին պաշտպանություն շնորհի։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Փառք ու դամ քեզի դեր այս օրվան համար, որ բարգեւեցիր, օրհնեք հայլերս, հարթեք յանքիս դժվարությունները, հաջողեք գործերս ծրագիրներս, բահեզիշ չարեն, հսկե վրաս, զորացուր գամքս եւ ավելացուր հավատքս, քու շնորհքը թող ամբագասը լա իմ վրա ես եւ զիս առաջնորդե թեպի լավն ու բարին, ամեն։ Դեր ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, ամեն ասուրբ երորդություն դոր աշխարհիս խաղաղություն եւ վամդած փժշկություն ազգիս հայոց ազգիս հայոց բահբանություն բահբանություն դեր ողորմյա, դեր ողորմյա, Հիսուս Քրիստոս մեզ ողորմյա, սրբոհիգույս Աստվածածի Փարեխոսյա կոմիածնի հիշյադեր եւ ողորմյա հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն Հայր մեր որ հեգինս ես սորբ եղեցի
Եկեսե արկայություն քո Եղիցին գամքո որպես երգիս և հերգրի Սաց մեր հանաբազոք դուր մեզ այսօր Թող մեզ զբաղվիս որպես երմեք թողունք մերով բարդաբանած և մի տանիս մեզի փորձություն Զիքոյե արկայություն և զորություն և փառք Հավիդյանս Հավիդենից ամեն Հիսուսի արյունով ծածկվիք ամփորձանք ծեր դուներ հասնիք